Վայ մատաղլն են ձեզ Անի Արոնյան և Սերգեյ Դանելյան ես մարտի 8-ի ազի զորով։ Բարի լույս մեր շատ սիրելի հեռուստադիտող, ասում են թե բոլոր տոներից հետո կոլեկտիվի ամենաազդեցիկ անդամը նա է, ում մոտ լուսանկարներն են, այնպես որ այսօր զգուշ եղեք։ Սերգեյը մեզ խոստացել է լուսանկարել ողջ ընթացքում։ Այո, ողջ ընթացքում ես ձեզ կլուսանկարեմ, այո։ Տոնական տրամադրությամբ կանանց ուղղված գարնանային մաղթանքներով սկսում ենք առավոտը շանթում ուղիղ։ Մի հատ սելֆի անենք էլի իրար հետ, հա։ Ուղիղ եթերում։ Կնց։ Սելֆին այդպես չի, Սերգեյ, քո տարիքում հասկանում եմ, որ պիտի չիմանաս այդ մասին։ Շատ բարի։ Երկու մոտարապես մի 10 րոպեից այս ամենը դուք կարող եք նաև տեսնել համացանցում անմիջապես դեպ գովազդին։ Այո, մեր այսպես ասած Facebook-յան էջին սիրելիներս։ Այսօր չորեքշաբթի է եւ ինչպես բոլորս գիտենք մարտի 8-ն է այս տոնին, ամենից շատ սպասում են տղամարդիկ։ Այո, շատ տղամարդիկ արդեն զգացին իրենց մաշկի վրա, թե ինչ բան է մարտի 8-ը։ Սուս ու փուս տնից դուրս եկեք, նախապես գողանալով գոնե մի 3000 դրամ։ Արեք 3000 դրամ, դա ձեզ չի բրկի այսօր։ Հա, ճիշտ է, այո, բայց ասում ես, օրինակ ծաղիկը ինչի է այդքան թանկ հենց այսօրով, հա։ Ինչի համար եք դուք կնոջ, այսպես ասած տոնի օրով փող աշխատում։ Սենց է բան կլինի։ Տղամարդիկ ցանկանում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվերներ, բարեմաղթանքներ եւ հաճախոսություններ անել, այդ պատճառով այդքան սպասում են այսօրվան։ Ես կարելի ասել այսօրվա մի սպասեք, ոչ տարիներ բարեմաղթանք։ Կարելի է ասենք անցյալ տարվա առած ծաղիկը այս տարի նվիրել, որ էժանը լինի։ Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է կանանց միջազգային օրը եւ Սերգեյը բարեմաղթանքներ ունի պատրաստած։ Խնդրեմ։ Բայ Կլարա Ցետկին, լավ է, սիրելիներս, ես շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ը սիրելիներս եւ դեռ ավելին։ Հայտարարում եմ միամսյակ, լավ չի հնչում այդ միամսյակը, բայց հայտարարում եմ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7, սաղ ձեր տոննա, պրծանք։ Ես շնորհավորում եմ, չեմ կարող լավ, մի տեսակ միանում եմ շնորհավորանքներին եւ ցանկանում եմ բոլոր կանանց ու աղջիկներին, որպեսզի մեր կյանքի միակ հոգսը լինի էլ ավելի խնամված արտաքին ունենալը, լավ կազմված ունենալը, մանր-մունր հարցեր շտկելը մեր կյանքում, իսկ մնացած բոլոր լուրջ խնդիրները մի տեսակ անցնեն ու գնան ու չմտածենք։ Հետո էլ ասում են հավասարություն, հետո էլ ասում են կնիկն ու տղամարդու խելքը նույնն է, խնդրեմ։ Սկսենք նրանից, թե ինչ չի կարելի նվիրել կանանց։ Չի կարելի նվիրել կանանց որևէ բան, որը ունի մոտոր, շարժիչ, բացի ինչից։ Բացի մեքենայից։ Տիզնալ, բալիկո, տիզնալ։ Ցանկալի նվերի մասին հարցումը կանանց շրջանում ցույց է տվել, որ եթե չեք ուզում հարաբերություններին վերցնել, ապա մի նվիրեք փոշեկուլ, էլեկտրական հարիչ կամ էլեկտրական սրճեպ։ Կանայք առհասարակ չեն սիրում, այո, մարտի 8-ին։ Նրանք ուղղակի կհասկանան նման բան ստանալ։ Կմտածեն, որ դուք իրենց վերաբերում եք որպես տնային տնտեսուհիներ միայն, բայց կինը միայն տնտեսուհի չի եւ վարորդը միայն հսկիչ չի։ Ահա, իսկ ինչպես ընտրել լավագույն ծաղկեփունջը մարտի 8-ի համար։ Նախ պետք է հիշել, որ սովորական ծաղկեփնջի օգնությամբ յուրաքանչյուր մարդ մատնում է ոչ միայն սեփական դաստիարակությունը, ներքին կուլտուրան, ճաշակը, այլ վերաբերմունքը կնոջ հանդեպ։ Յանի քիչ մտածելու բան ունենք, սիրելի տղամարդիկ, հիմա էդ է պետք է մտածեք։ Ինչ նվիրենք, որպեսզի ապուշ չերևանք։ Չէ, ինչպես նվիրենք, Սերգեյ, այո։ Որ ծաղիկը։ Հեսա Անի Արոնյանը դες ամեն ինչ կասի հանկարծ չսխալվեք, թե չէ վիզներ կտրծնեն։ Չի կարելի նվիրել նախորդ տարվա նման ծաղկեփունջ, բացառությունն միայն սիրելի ծաղիկները, որոնք անգամ ամեն օր ստանալիս կինը չի դադարում երջանկանալ։ Այստեղից հետևություն է ստանում, որ կինը հիշում է, թե դու անցյալ տարի ինչ ծաղիկ ես։ Իհարկե հիշում է, Սերգեյ, մի քանի տարի առաջվա ծաղիկներն էլ է կինը հիշում։ Ուժս։ Մեղրաջուր ենք խմում։ Մնացած դեպքերում կրկնություններն ընկալվում են որպես անհարգալից վերաբերմունք կամ տարական անուշադրություն։ Այո, մարդը ալարել է երկար բարակ մտածել, դե լավ, այն մեկը ոնց որ դուր է եկել մի հատ էլ դրանից։ Ես կասեի մեղվի թույն ենք խմում։ Լավ։ Երիտասարդ աղջիկներին չի կարելի ալկարմիր վարդեր նվիրել, եթե իհարկե սիրո խոստովանություն չեք անելու, իսկ եթե անելու եք, կուզեք կարմիր, կուզեք։ Եթե սիրո խոստովանություն եք անելու, ապա մեղվակատ խմեք, այո։ Հոգեբանները վստահեցնում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին չի կարելի նվիրել նաև կալա, խոլորձ, շուշան, թրաշուշան։ Դրանք չգիտես ինչու տղամարդկանց ծաղիկներ են համարվում, բայց ես դեմ չեմ լինի խոլորձ նվեր ստանալ։ Այդ մեղվակաթը Վիագրայից լավ է, գիտես։ Այժմ մեր եթերում կհնչի տոնական երաժշտություն, այո, երաժշտություն, այո։ Հետո կվերադառնանք։ Լա
Ալսեցինք Անդրեի սիրո խոստովանությունը։ Լսեցինք եւ անցնում ենք առաջ Այս տարի դրական ճկտելու ենք, հա։ Մոլովակը լավ, սիրո խոստովանությունը մեր։ Ասում ես տարի պսակելու ենք Անդրեին, վերջ։ Շատ լավ։ Ական ճկտելու ենք հերիք եղավ, հա։ Տեսնենք։ Դե ինչ անցնում ենք առաջ։ Բա չէ մենակ մենք պիտարապենք։ Հայրենիք, բայց մինչ այդ խոսենք Երևանի մասին։ Երևանում նոր ազգագրական թաղամաս է կառուցվելու, որը կոչվում է Նոյ։ Դալմայի այգիներին հարող տարածքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին եւ պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս բնակելի տներով, հյուրանոցներով, ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները, մասնավորապես գորգագործությունը, դարբնագործությունը, կավագործությունը, հուշանվերների Ցուցասրահներով։ Այո, իհարկե ես ավելի կողմնակից եմ, որ Դալմայի այգիները մնար այգիներ, որովհետև կանաչ տարածք այնքան էլ օրես-օր պակասում է Երևանից, բայց եթե քաղաքապետարանը խելոք բանամտած է, սիրուն բանամտած է, տեսնենք հլա, կապրենք, տեսնենք, այո։ Այո, ծրագրին նախորդում, խոսենք նաև ավստրալական Մելբուրն քաղաքի մասին, եւ այսպես ավստրալական Մելբուրն իր համար չի, այո, ինքը ճամփորդելու համար իր համար չի, հիմա գնանք Մելբուրն, այո։ Մելբուրն քաղաքում գենդերային հավասարության ապահովման ու կողմնակալության դեմ պայքարին ուղղված արշավի շրջանակներում տեղադրվել են կանացի լուսացույցներ։ Թելեգրաֆի հաղորդմամբ կանանց իրավունքների կանանց լուսացույցը ո՞րն է։ Կանանց համար նախատեսված, հիմա դա եմ ասում։ Հատուկ։ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին քաղաքում հայտնվել են կին հետիոտների պատկերներով 10 լուսացույց, պատկերացնում ես։ Կին շորիկներով, գլխարկներով։ Դե չէ, մինչև ինչ որ կա տղամարդ էր, հա։ Բա ինչ է։ Ուրա, տեսել ես, որ դա տղամարդ է, դե կաղակին է շալվարը։ Բոլոր տեղերում նայում ես, առաջին տպարությունը այն է, որ նա տղամարդ է, որտեվ կարծես տաբատով լինի։ Դա ձեր ընկալումն է աշխարհի, այդքան էլ գեղեցիկ չէ կառուցված։ Իսկ քանի որ այսուհետ կլինի գեղեցիկ մարմնով, հետեւաբար կլինի Ես կարծում եմ գենդերային ճիշտ կողմնորոշում է սա, ոչ թե գենդերային ճիշտ կողմնորոշումը ասելա, քանի մարդկան գժվում են արդեն։ Էլ ինչ կմտածեք, ասեք։ Շնորհակալություն Սերգեյ, հատկապես մարտիությունին ես ուզում էի լսել այդ բառերը։ Տեսեք ոնց Դրանց տեղադրման նպատակը չգիտակցված կողմնակալությունը նվազեցնելն է, հայտնել է փոփոխությունները իրականացնող ընկերության գործադիր տնօրեններից մեկը։ Այո, եւ այսուհետ Մարդիկ լավ բան են անում, դու այդտեղ էլ ես հատ բան։ Այսուհետ, այո, լուսացույցները կլինեն կանանց նկարներով, այո։ Այդ քայլող մարդը որ կա, ոչ թե այսպես կլինի, այսպես կլինի։ Այո, գեղեցիկ կլինի նա։ Իսկ այժմ եկեք տեղափոխվենք Ղազախստան։ Նուրսուլթան Նազարբաևը գիտեք ինչ ասել։ Ասլա ես կրակն եմ ընկել այս մեր այսպես ասած պաշտոնյաների ձեռը։ Ոչ մեկ կնոջ հետ շփվել չի կարող։ Այո, նա ասում է, որ անդադար ստիպված է լինում սովորեցնել, թե ինչպես է հարկավոր խոսել կնոջ հետ։ Դե Նուրսուլթան Նազարբաևը բարձր գալանտ, այսպես շատ գեղեցիկ տղամարդ, այո։ Այո, երևի։ Իհարկե, դե երևում է, իհարկե, այո։ Նա ասում է, եթե կինը գեղեցիկ է, ապա նրան ասեք, որ խելացի է, եթե տեսքն այդքան էլ լավը չէ, ասեք, որ գեղեցիկ է, եթե ոչ մի բան չի համընկնում, ասեք, որ շատ նիհարել չէ, անընդհատ սովորեցնում եմ, չեն կարողանում շփվել կանանց հետ։ Ահա, այսպիսի հետարքիր բան է ասել Նուրսուլթան Նազարբաև։ Բայց ինչ ուզում եք ասեք, Ալիվի կնիկը սիրուն է։ Այո։ Հա։ Կանայք սիրում են ականջներով, բայց հատուկ օրերին դեմ չեն նաև ուշադրության այլ դրսևորումների, ինքնատիպ սիրո դրսևորումներ, ուղևորությունների հրավերներ, այլ փոքրիկ ինքնատիպ սիրո դրսևորում ո՞րն է։ Այ Սերգեյ, եթե ես դա պիտի ասեմ, ապա դա ինքնատիպ սիրո դրսևորում էլ չի լինի։ Ինչևէ, իսկ պատմության հայտնի ամենաթանկարժեք նվերների մասին այժմ կպատմի մոլորակի շուրջ էջը։ Հա։ Այո։ Հələ գնացինք տեսնենք ինչ են պատմում։ Օրինակ վերցրեք տղամարդիկ սիրելի։ Թողեք։ Իա։ Ցանկությունից։ Երբ զգացմունքների մասին խոսում են նվերները, սիրո արտահայտման տարբերակները, որոնք արժեն միլիոնավոր դոլարներ։ Բոլոր ժամանակների ամենացնցող ու թանկարժեք նվերների մասին հաջորդ թիվ։
Ծննդյան նվեր, որը գերազանցեց բոլոր սպասումները։ Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին այժմ արդեն իր նախկին ամուսնու Բրեդ Փիթի 50-ամյակի առթիվ նրան նվիրեց ոչ այլ ինչ, քան սեփական կղզի, այն էլ սրտաձև։ Բրեդի հետ միասին անակնկալի եկան նաև աստղային զույգի կյանքին հետևող բոլոր լրատվամիջոցները։ Նյու Յորքից 50 մղոն հեռավորության վրա գտնվող Պետրա կղզին արժե մոտ $20 միլիոն։ Սրտաձև կղզում, որի ընդհանուր տարածքը 4.5 հեկտար է, կա ուղղաթիռի հրապարակ, 1 քոթեջ եւ 1 տուն, որոնք կառուցվել են Բրեդ Փիթի սիրելի ճարտարապետ նորարար Ֆրանկ Լոյդ Ռայթի նախագծով։ Իդեպ 2011 թվականին Բրեդ Փիթի 48-րդ տարեդարձի առթիվ Անջելինան ամուսնուն նվիրել էր Կալիֆոռնիայում գտնվող ջրվեժ իր հարակից գողտրիկ տարածքով։ Թանկարժեք զարդերի սիրահար հռչակավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը աշխարհի ամենաթանկարժեք ու հայտնի մարգարիտներից մեկի տիրուհին էր։ Սիրահարների տոնի առթիվ այն դերասանուհուն էր նվիրել ամուսինը՝ Ռիչարդ Բարտոնը, ձեռք բերելով այն հայտնի աճուրդներից մեկում։ Իրականում Լա Պերեգրինա, այսինքն թափառող անունը կրող բնական մարգարիտը պատկանել էր եվրոպական արքայական ընտանիքներին։ Այն ունի ավելի քան 500 տարվա պատմություն։ Էլիզաբեթն այն դարձրեց իր Cartier ֆիրմայի ադամանդե վզնոցի գլխավոր զարդը, որը նյույորքյան Քրիստիի հայտնի աճուրդում վաճառվեց $11 միլիոն։ Ռուս գործարար միլիարդատեր Ռոման Աբրամովիչի կինը նախկին մոդել Դաշա Ժուկովան մշտապես հայտնվում է ամենաթանկարժեք նվերներ ստացող կանանց ցանկում։ Նա շատ է սիրում արվեստը եւ մոսկովյան հայտնի Գարաժ կոչվող ժամանակակից արվեստի թանգարանի սեփականատերն է։ Մեծահարուստ ամուսինը իտալական ռեստորան, ճոխ բնակարաններ, մեքենաներ նվիրելուց բացի նաեւ թանկարժեք ցուցանմուշներ են ծայում կնոջը։ Դրանցից մեկը Ալբերտո Ջակոմետիի Քայլող մարդը քանդակն է, որի համար միլիարդատերը վճարել է ընդամենը $104 միլիոն։ Դե դա այդքան էլ զարմանալի ու ճոխ նվեր չէ, եթե հաշվի առնենք, որ նրա աներևակայելի թանկ ու խելահեղ նվերների ցանկում է նաև 100 ակր տարածքը լուսնի վրա։ Լուսնի վրա սեփականաշնորհված տարածքը եւս նա նվիրել է կնոջը Դաշային։ Թանկարժեք նվերներ ստանալու արվեստին լավագույնս տիրապետում է նաև հնդիկ միլիարդատեր Անիլ Ամբանին։ 2008 թվականին նա բոլիվուդյան հայտնի դերասանուհի կնոջը Թինա Մունիմ Ամբանիին է նվիրել 35 մետր երկարությամբ ժամանակակից զբոսանավ, որի դիմաց վճարել է $80 միլիոն։ Նա զբոսանավն անվանել է Տիան իր եւ կնոջ անունների սկզբնատառերով։ «2012 թվականին Victoria's Secret-ի ցուցադրությանը ներկայացված տարվա ամենաթանկարժեք կրծկալը եւս ամենաթանկարժեք նվերների շքերթում է։ Իսկ թե ով այդ երջանիկ կինը եւ ով շռայլ գնորդը հայտնի չէ ոչ ոքի։ Նրանց անունները չեն հրապարակվել։ 2012 թվականի ամենաթանկարժեք ծաղկային ֆանտազիա անունը կրող բրենդային կրծկալը գնահատվել է $3 միլիոն։ 5000-ից ավելի թանկարժեք քարերով զարդարված ծաղկային կրծկալի կարևոր բաղադրիչը 18 կարատանոց դեղին եւ վարդագույն ոսկին է։ Կրծկալը զարդարված է նաեւ ադամանդե 2 ծաղկով։ Բոլոր ժամանակների ամենաթանկարժեք նվերներից է մոլորակի թերևս ամենահռչակավոր ադամանդը՝ Կոհինուրը։ Ադամանդի հստակ արժեքը հայտնի չէ, այն գնահատվում է ավելի քան $1 միլիարդ։ Այն 1850 թվականին բրիտանական Վիկտորիա թագուհուն է նվիրել սիխերի վերջին առաջնորդ Դալիլ Սինքին, ով 15 տարեկանից ի վեր դաստիարակվել ու մեծացել է Անգլիայում։ Հնդկական ծագումով Կոհինուրն աշխարհում միակ ադամանդն է, որն ավելի քան 20,000 տարվա պատմություն ունի։ Թարգմանվում է որպես լույսի լեռ։
Առասպելի համաձայն այն կրել է Արևի Աստծո որդին Կարնան, իսկ գրավոր վկայություններում ասվում է, որ 14-րդ դարում այն պատկանել է մեծ մոնղոլներին եւ զարդարել Թաջ Մահալի հեղինակ Շահ Ջահանի գահը։ 1850 թվականին Կոհինուրի նոր տիրուհին Վիկտորիա Թագուհին հրամայում է մշակել եւ 189 կարատից 109-ի վերածված ադամանդը զետեղել արքայական թագի վրա։ Ներկայումս Վիկտորիա Թագուհու առեղծվածային թանկարժեք նվերը համարվում է Մեծ Բրիտանիայի սեփականությունը եւ պահպանվում է Լոնդոնյան Թաուերում։ Ահա այսպիսի խնդացնող թանկարժեք նվերներ։ Ասես նվերներ, բա։ Կոհինուրից եմ ուզում մի երկու հատ։ Ինչից? Կոհինուրից են քարը մեծ։ Կոհինուր։ Սիկի դու ինչ ես սիրում նվիրել։ Օ, ես բոլոր ցանկացող կանանց կարող եմ նվիրել երեխաներ, այո։ Խնդրեմ, Գիեդան 16 կարող եք հերթագրվել։ Կոմերցիոն դադարում Այն չէ, 3 միլիոնով լիվչիկ կնվիրեմ, ես երեխա չեմ նվիրել։ Մարդուց ավելի թանկ ինչ կա այս աշխարհում։ Սամարդության մեջ գնաց, որ ամենաթանկ բանը դա մարդն է։ Նվեր եմ տալի չեք վերցնում։ Ահա, սիրելիներս։ Վերադարձանք եւ տոնական այսօրը շարունակում ենք իտալական լուրերով։ Իտալացի գիտնականները ինչ են ասում։ Կարծում են, որ 2100 թվականին Վենետիկը լիովին կանցնի ջրի տակ։ Մենք դրան Խալաթ են անում, որովհետև դա հատուկ է ասված, որպեսզի խթանեն туриզմը, այո, որ մինչև 2000 քանի որ թվականը 2100։ Հա, որ գնան։ Դուք հասցրեց գնաս Անի ջան։ Անի երազանքներից մեկն է։ Եթե ուզում եք ինչ որ մեկ Անին մարտի 8-ին նվեր անեք, ապա 2 հոգու համար անպայման նվիրեք ուղեգիր դեպի Վենետիկ, այո։ Լավ, Սերգեյ, կսպասեմ քո նվերներին։ Ուսումնասիրությունը ցույց է Ես ասել եմ իշքան նվիրեմ, ինձ մի խառնի։ Որ նույն բախտին, այսինքն ջրի տակ անցնելուն կարող են արժանանալ նաև Ադրիատիկ ծովի ափին տեղակայված այլ քաղաքներ։ Իսկ քանի դեռ բանը բանից չի անցել, առաջարկում եմ միանալ Նորային, Արի միանալ Նորային գործ չունես, շարի փորձանքից։ Նորա Սանգելովնա։ Բարի առավոտ։ Պրիվատ։ Նորային էլ շնորհավոր է։ Նորա ջան, շնորհավորում եմ քո մարտի։ Ես էլ եմ յանում շնորհավորանքներին։ Անի ջան, քո մարտի 8-ն էլ շնորհավոր։ Շնորհակալություն նորա, բայց ցանկալի որ տղամարդիկ շնորհավոր են, էլի։ Ես շնորհավորեցի։ Այս ինչ տղամարդ, ես լեգենդ եմ, ասել եմ, չէ՞ ասել։ Նորա, մենք լսում ենք քեզ այսօր մենք լեգենդար ջերմ եւ մարտիության եղանակ կունենանք, թե ոչ։ Իհարկե, էլ ինչ տոն առանց գեղեցիկ եւ արևոտ եղանակի։ Այսօր ջերմ օր է սպասվում։ Շատ ուրախ ենք, ապրես նորա։ Գնացինք։ Համայն ուշադրությամբ լսում ենք քեզ։ Շատ բարի։ Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնային դաշտով։ Ամենուրեք սպասվում է առանց դեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի։ Արցախում անամպ օր կլինի։ Ստեփանակերտում ցերեկային ժամերին կգրանցվի 16, գիշերը մինչև 4 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում էլ օրն անամպ կանցնի։ Մեղրիում ցերեկը կգրանցվի 18, գիշերը 6, Կապանում ցերեկը 16, գիշերը 3, Գորիսում ցերեկը 12, գիշերը մինչև 1 աստիճան տաքություն։ Վայոց ձորում էլ առանց տեղումների օր է լինելու։ Ջերմուկում ցերեկը կգրանցվի 7 աստիճան տաքություն, գիշերը 5 աստիճան ցուրտ, Եղեգնաձոր քաղաքում ցերեկը սպասվում է 14, գիշերը մինչև 3 astիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում էլ արևոտ եւ ջերմ օր է սպասվում։ Մարտունիում ցերեկը կգրանցվի 6 աստիճան տաքություն, գիշերը 5 աստիճան ցուրտ, Գավառում ցերեկը +7, գիշերը -6, Սևանում ցերեկը նույնպես +7, գիշերը մինչև -5։ Արևոտ օր կլինի նաև Կոտայքում, Հրազդան քաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 9 աստիճան տաքություն, գիշերը մինչև 5 աստիճան ցուրտ, Աբովյանում ցերեկը 11 աստիճան տաքություն, գիշերը 0։ Արարատյան դաշտում էլ օրն առանց տեղումների է լինելու։ Արարատի մարզում Արարատ քաղաքում ցերեկը կգրանցվի 13 աստիճան տաքություն, գիշերը 0, Արտաշատ քաղաքում ցերեկը սպասվում է +13, գիշերը -1։ Արմավիրի մարզում Արմավիր քաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 12 աստիճան տաքություն, գիշերը 0, Վաղարշապատում ցերեկը +13, գիշերը -1։ Արագածոտնի մարզում էլ ջերմ եւ արևոտ օր է սպասվում։ Աշտարակ քաղաքում ցերեկը կգրանցվի 12, գիշերը 2 աստիճան տաքություն, Ապարանում ցերեկը +6, գիշերը -6։ Տավուշի մարզում էլ ջերմ օր կլինի։
Իջևանում ցերեկային ժամերին կգրանցվի 15 աստիճան տաքություն, գիշերը +5, Դիլիջանում ցերեկը 12 աստիճան տաքություն, գիշերն արդեն 0։ Լոռու մարզում էլ առանց տեղումների օր է սպասվում։ Վանաձոր քաղաքում ցերեկը կգրանցվի 12, գիշերը 1, Տաշիրում ցերեկը նույնպես 12, գիշերը կրկին 1 աստիճան տաքություն։ Մարտի 8-ը արևոտ կանցնի նաև Շիրակի մարզում։ Գյումրիում ցերեկը կգրանցվի 8 աստիճան տաքություն, գիշերը 4 աստիճան ցուրտ, Աշոտսկում ցերեկը 4 աստիճան տաքություն, գիշերը մինչև 9 աստիճան ցուրտ։ Այժմ մայրաքաղաքի մասին, այստեղ էլ տոնական արևոտ եղանակ է սպասվում։ Քամին հարավային է 2-ից 3 մետր վարկյան արագությամբ։ Մթնոլորտային ճնշումը 667 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 60%։ Կենտրոնում եւ Շենգավիթում ցերեկը կգրանցվի 13, գիշերը 2, Ավանում ցերեկը 11 աստիճան տաքություն, գիշերը 0։ Այսօրվա համար այսքանը։ Անի, Սերգեյ։ Շնորհակալություն, նորա քեզ ցանկանում ենք ջերմ, հաճելի անակնկալներով լի մարտի 8։ Ապրես Դորա ջան, ապրես։ Շնորհակալություն։ Եվ ասում ենք մինչ վաղը։ Մինչ վաղը։ Իսկ մենք շարունակում ենք սիրելիներս եւ հիշում ենք մեր սիրելի գործընկերոջը։ Այո, մեր հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Դելտա Կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, անոթների դուպլեքս հետազոտություն եւ այս ամենը զղջված գներով։ Իսկ ողնաշարի դիագնոստիկ հետազոտությունը, վահանաձև գեղձի եւ ճիճվակրության հետազոտությունը կատարվում է անվճար եւ առանց տարիքային սահմանափակման։ Ուշադրություն, մազահեռացումը Դելտա Կլինիկում կատարվում է 50% զեղչով։ Դելտա Կլինիկ հեռախոսահամարն է 500-560 Հասեն Թամանյան 6։ Առողջության թեման կշարունակի մեր օրվա դերատոմսը մեր սիրելի Իռիջկայի հետ այո։ Գնացինք։ Բարի լույս թեպետ աշխարհում բազմաթիվ նոր հիվանդություններ են գլուխ բարձրացրել, բայց այնուամենայնիվ սիրտ-անոթային խնդիրները շարունակում են մնալ մարդկանց մահվան հիմնական պատճառը եւ այսօր մենք առանձնացրել ենք սրտամկանի ինֆարկտը մանրամասները հիմա բժշկական կենտրոնի բժիշկ սրտաբան Մերի Հովսեփյանի հետ բարև ձեզ։ Նախ հասկանանք սիրտ-անոթային հիվանդությունների մեջ ինչ տեղ են զբաղեցնում սրտամկանի ինֆարկտը։ Նշեմ, որ ցավոք սրտամկանի ինֆարկտը մեր օրերում շատ է երիտասարդացել։ Ամենատարածվածներից մեկը։ Այո, հասկանանք, թե ինչ է կատարվում այս ընթացքում։ Սրտամկանի ինֆարկտը Իրանից ներկայացնում է սուր պրոցես, որի ընթացքում ժամանակավորապես դեպի սրտամկան արյան հոսքը դադարում է, քանի որ առաջանում է կորոնար անոթը, այսինքն սիրտը սնուցող անոթի խցանում։ Ինչ ժամանակներում, ինչ դեպքերում կարող ենք ունենալ այս խնդիրը։ Առաջին տեղում ժառանգական նախատրամադրվածությունն է, շաքարային դիաբետը, որը պետք է շատ զգույշ լինի տվյալ անձը, եթե ունի շաքարային դիաբետ, բացի նրանից, որ պետք է դիմել էնդոկրինոլոգի, պետք է նաև սրտաբանի դիմել գոնե տարին մեկ անգամ, քանի որ այն ազդում է նաև անոթների վրա, բերելով նրանց խցանմանը, այսինքն աթերոսկլերոզը, որն էլ բերում է հետագայում խցանմանը եւ նրա բարդությունը սրտամկանի ինֆարկտն է եւ ինսուլտը։ Մյուս ռիսկի գործոններին են պատկանում հիպոդինամիան, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև ճարպոտ սննդի չարաշահումը։ Այստեղ մենք տեսնում ենք արյան հոսքը, որը լուսանցքի նեղացումը, քանի որ ունենք աթերոսկլերոզ, լուսանցքի եւ գալիս է մի պահ տեսնում ենք, որ գնալով այն ավելի մեծանում է, քանի որ խոլեստերինը արյան մեջ բարձրանում է եւ մի պահ գալիս է, որ նա բերում է ամբողջությամբ լուսանցքի խցանմանը տրոմբով, որն էլ եւ հենց առաջացնում է ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ։ Իսկ ավելի բարդ դեպքերում կարող ենք ունենալ հանգարցամահություն։ Ինչպես դուք նշեցիք, ու առհասարակ վիճակագրությունն է ցույց տալիս, դեպքերը բավական երիտասարդացել են, եթե նախկինում 50 եւ ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ էին անհանգստանում այս խնդրով, այսօր ավելի երիտասարդները, որոնք են պատճառները։ Նախ առաջինը ապրելակերպը, մեր նյարդային համակարգը նույնպես մեծ ազդեցություն է ունենում, անոթային համակարգի վրա։ Խուսափելու համար, եթե կլինիկական ախտանիշները մի փոքր նշենք, ինչ կարող է առաջանալ այս դեպքում։ Ունենում ենք ցավ կրծքավանդակի շրջանում, որը կարող է ունենալ այրող բնույթ, այն կարճաժամկետ է, կարող է առաջանալ ինչպես ֆիզիկական աշխատանքի ժամանակ, այնպես էլ հանգիստ դեպքում, շատ հաճախ երեկոյան ժամերին։ Նիտրոգլիցերինի օգտագործումը լեզվի տակ դնել օգնում է, ցավը հանում է, ինչպես նաև նշեմ, որ տարբերակելու համար մեր ողնաշարի ցավերը նույնպես կարող են հիշեցնել նմանվել տվյալ խնդրին։
Այս դեպքում, եթե մենք դիրքը փոխում ենք, ցավը դրանից չի մեղմանում։ Միայն նիտրոգլիցերինի օգտագործումը կարող է բերել մեղմացմանը ցավի։ Խուսափելու համար այս ամենից պետք է դիմել սրտաբանի, եթե ունենք զարկերակային հիպերտենզիա, ինչպես նշեցի, շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, այս ամենը արդեն ցուցում է, որպեսզի դիմել սրտաբանի, անցնել հետազոտություններ, որոնց թվին է պատկանում էլեկտրասրտագրությունը, սրտի էխո հետազոտությունը։ Այսինքն այս հետազոտություններով հնարավոր է հստակ պատկեր ստանալ եւ հնարավորության դեպքում նաեւ կանխարգելել իհարկե, ինչպես նաև նշեմ Խոլտեր հետազոտությունը, որը նույնպես մեծ հնարավորություն է տալիս գնահատելու սրտի սնուցման խանգարումը, արիթմիաները, որը ամբողջ աշխարհում տարածում ունի այս հետազոտությունը, հիմա բժշկական կենտրոնում նույնպես առկա է տվյալ հետազոտությունը։ Իսկ մեկ հետազոտությունը բավական է ամբողջական պատկեր ստանալու համար։ Ցանկալի է անցնել մի քանի հետազոտություններ, ինչպես նաև արյան անալիզ հանձնել, որը նույնպես մեծ ինֆորմացիա է տալիս օրգան համակարգի մասին, հա, խոլեստերինի բարձր քանակը նույնպես կարող է բերել նման խնդրի։ Այս ամենը արդեն հետազոտություններ անցնելուց հետո նշանակում է ճիշտ բուժում, իսկ խնդրի դեպքում արդեն ավելի բարդ դեպքերում ցուցում է կորոնարոգրաֆիան։ Իդեպ բոլոր թվարկված հետազոտությունները հիմա բժշկական կենտրոնում կատարվում է։ Նշեմ նաև, որ այս շաբաթվա ընթացքում սրտի էխո հետազոտությունը եւ անոթների դուպլեքս հետազոտությունը կկատարվի 5000 դրամով։ Շնորհակալություն, դե ինչ հետազոտվեք, պահպանեք ձեր առողջությունը, մի մոռացեք հաճախ ժպտալ ու նաև հետևել մեր դեղատոմսերին։ Վերադառնանք մեր սիրելի թեմային կանանց մասին ոչ աշխարհում կանայք ստանում են 20-ից 35%-ով ավելի քիչ աշխատավարձ, քան դե տղամարդիկ այդ նույն արած գործի համար։ Բայց այդ մասին ավելի մանրամասն կոմերցիոն դադարից հետո։ Ուզում եի ասել, չես թողում։ Լավ, կոմերցիոն դադար, լավ։ Վերադարձանք եւ եւս մեկ անգամ փաստենք, որ ոչ աշխարհում կանայք ստանում են 25-ից 35% ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդը նույն գործի դիմաց։ Այո, Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում միայն մեկ կին վարչապետ է եղել երկաթե Լեդի Մարգարետ Թետչերը։ 2007-ից 15 թվականներին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներն այդ պաշտոնը զբաղեցրել է իր ամուսնուց հետո, էլի ամուսնուց հետո, տղամարդուց հետո։ Աշխարհի լավ իրավապաշտպանները համարվում են կանայք, քանի որ նրանք ավելի զգայուն եւ անհանուռժող են անարդարության ու խաբեության նկատմամբ։ Բայց դա իրավապաշտպանության հետ ի՞նչ կապ ուներ։ Մեծ կապ ունի, Անի ջան, քանի որ մենք չունենք այդ անտերից այդ իրավապաշտպանություն, այլ որ ունենանք հասկանայինք։ Լավ, կանանց մեծամասնությունը ընկերություն չի անում տեխնիկայի հետ։ Շատերը որևէ նոր սարքավորում գնելուց հետո ոչ թե կարդում են դրա օգտագործման կանոնների մասին, այլ կանչում են որևէ բան իմաց մարդու եւ խնդրում են նրան պատմել այն ամենը, ինչ կարելի է կարդալ ինքնուրույն եւ հասկանալ։ Այդպիսին ենք մենք, բայց դե լավն ենք էլի հոզորող չի։ Չէ, վատը չեք, ես դեմ չեմ։ Իհարկե կանանք շատ լավն են եւ ելի կարամ էլի փաստեն։ Այժմ Շանթ հեռուստաընկերության եթերից ամեն օր ձեզ ողջունող տարբեր ոլորտների դեմքերի շնորհավորանքներն են բոլոր աղջիկներին եւ կանանց տոնի արդիվ։ Դե մենք արդեն շնորհավորել ենք, տեսնենք ելովա շնորհավորում մերոնցից։ Կանանց ցանկանում եմ երջանկություն, որ նրանց կողքին լինեն ուժեղ տղամարդիկ, որ նրանք կանացի մնան, չփորձեն դուրս գալ կանանց դերից, պայքարեն իրենց իրավունքների համար, բայց չափավոր, այնպես որ շատ էմանսիպացված չերևան, լինեն օջախի պահապան, լավ մայրեր։ Կինը տղամարդուց ամենապարզ բանը, որ ուզում է, դա ուշադրությունը եւ հարգանքն է։ Եթե կինը շրջապատված եղավ այդ երկու երևույթներով եւ զգաց իր հոգեվոր աշխարհում այդ երկու process-ները, ինձ թվում է կինը արդեն երջանիկ է։ Ցանկանում եմ, որ առողջ լինեն, որ իրենց հոգում միշտ լինեն հարավային տակոթային հոսանքներ, իրենց հոգեվոր աշխարհը լցված լինի ջերմությամբ, իրենց աչքերը միշտ փայլեն այսօրվա արևի պես եւ առհասարակ երջանիկ լինեն։ Հիմա մոտավորապես 40 տարեկանից հետո ես հասկացա, որ կնոջ համար ամենակարևորը հավատարմությունն է։ Ամենակարևորն այն է, որ դու լինես միշտ նրա կողքին, իսկապես լինես նրա կողքին եւ նա վստահ լինի, որ եթե դու նույնիսկ աշխատանքի տեղն ես կամ չգիտեմ ընկերներիդ հետ ես, դու միևնույն է նրա մասին մտածում ես, նրա մասին խոսում ես։ Նրան պետք է նաեւ որ դու նրան պաշտպանես։ Այ խուլիգանին
երբ խուլիգանը հարձակվում է փողոցում, դու կնոջդ պաշտպանում, դա սովորական բան է եւ դա կյանքում կարող է մի անգամ պատահի կամ չպատահի, բայց պաշտպանել սեփական կնոջը սեփական մայրիկից, այդ դա շատ ավելի դժվար գործ է եւ մեծ հերոսական ջանքեր է պահանջում, որովհետեւ մեր մայրիկները իրենց տղաների նկատմամբ հայ մայրիկները ունեն սեփականատիրոջ, այսպես ասած, զգացողություն եւ դա իհարկե հայկական ընտանիքին մի քիչ խանգարում է։ Այ պաշտպանել կնոջդ, միշտ լինել կնոջ կողքին, նաեւ այս հանգամանքներում ես կարծում եմ դա շատ կբարձրացնի տղամարդուն կնոջ աչքերում։ Իմ շատ սիրելի կանայք, աղջիկներ, քույրեր, մայրեր, տատիկներ, սրտան շնորհավորում եմ բոլորի մարտի 8-ը եւ ուզում եմ, որպեսզի միշտ լինեք գեղեցիկ, երջանիկ, ուրախ ու մեր կողքին։ Արդից օգտվելով նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր հայ մայրերին, որ նրանք մեզ պարգևել են մեր զինվորներին, հատկապես ձեզ եմ ուզում շնորհավորել, շնորհակալություն հայտնեմ։ Սիրելի մայրեր, աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ առողջություն, սեր, երջանկություն, բոլոր այդ գեղեցիկ խոսքերը ցանկանում եմ ձեզ ու վստահ եմ, եթե Գարիկը Պապոյան այստեղ լիներ, նա էլ կմիանար իմ շնորհավորանքին։ Հաստատ, եթե այստեղ լինեի 100%։ Ահա, մեր գոլեգաները։ Շարունակելով, այո, իրոք կան գոլեգաներ, որոնք այստեղ չէին նկարահանման ժամանակ, բայց նրանք եւս միանում են մեր շնորհավորանքին հարգանքներով։ Արտյոմ Երկարյան Փարիզում, իրան կոպիում, ես էլ եմ ուզում շնորհավորել, ես էլ եմ Skype-ով խոսում ասում, մի բան արай մեր քեզ շնորհավորենք, ասի Արտյոմ, մենք կասենք, որ դուք շնորհավորում եք։ Մենք ընդունում ենք շնորհավորանքները, գիտենք, որ նրանք մեր կողքին են միշտ եւ շարունակում ենք։ Վիճակագրության համաձայն գեղեցկուհիներն ավելի դժվար են ամուսին գտնում, քանի որ տղամարդկանց մեծամասնությունը ենթագիտակցորեն զգում է, որ հանգիստ ընտանեկան կյանք կարելի է ունենալ միայն ոչ ոքի դուր չեկող կնոջ հետ։ Ճիշտ է, Անիջան դա։ Ես ինչ իմանամ, գեղեցկուհիներին հարցրու եւ նրանց ընտրած տղամարդկանց։ Եվ նրանց ընտրած տղամարդկանց շարունակությունը լսի։ Ամուսնալուծված կանայք նույն կարգավիճակով տղամարդկանց համեմատ 3 անգամով ավելի քիչ են նորից համարձակվում ամուսնանալ։ Աշխարհի շատ երկրներում տղամարդիկ վախենում են ամուսնությունից, քանի որ այդ քայլից հետո ստիպված են հարաբերություններ կառուցել իգական սեռի միանգամից 2 ներկայացուցչի հետ՝ սեփական կնոջ եւ նրա մոր Զոքանչի։ Դա բակո մոր 3 հոտ։ Այո, իշխան կնիկա սաղ հետ հարաբերություններ ես կառուցում։ Սեփական մոր եւս այս դեպքում։ Ամուսնանալը շատ վախենալու բան է, հա, բայց ես թելես մի գոնե 2 անգամ պետք է փորձես։ Այո, մի 2, մի 3, 3-4, в общем, да։ Ռուսաստանում կնոջ մայրը համարվում է նոր ընտանիքի ամենաակտիվ անդամը, առանց որի որոշում կայացնելը խիստ ռիսկային է։ Այո, զոնքնա, բավոնց։ Դրա համար էլ ռուս աղջիկներին եք սիրում, գլխերիդ գալիքը չգիտեք։ Չէ, մենք իրաց մամաներն ենք սիրում, հենց էտա, բա։ Բայց կան նաև անվախ տղամարդիկ, ովքեր հանուն սիրո պատրաստ են ցանկացած զոհաբերության։ Օրինակ Անգլիայի թագավոր Էդվարդ 8-րդը հրաժարվել է գահից, քանի որ այդ կարգավիճակը նրան թույլ չէր տալիս ընտանիք կազմել ամուսնալուծված Ուոլիս Սիմփսոնի հետ։ Ինչ գեղեցիկ է։ Բա տեսնու, դա պատմության մեջ միակ դեպքն է։ Դեպքն է, երբ տղամարդը ընտրում է սերը, ոչ թե չորդ ուրիշ։ Այո, իսկ հակառակ դեպքում կանայք միշտ ընտրում են ընտանիքը կարիերայի, արքայա, չգիտեմ ինչերի փոխարեն։ Ընտանիք, հա, բայց դե այդ ընտանիքն մտածում եք ում հետ, ասենք, կառուցեք։ Ու ամեն մեկը չէ, պետք է հարուստ լինի, փող ունենա, դիվան։ Ոչ Սերգեյ, պետք է արժանի լինի, որ սերունդներ տաս այդ մարդուց։ Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնենք կանանց տոնին նվիրված։ Հələ մի րոպե, հələ այդ որ սերունդ ասիր այդ։ Եկեք ինչ նկատի ուներ, հա։ Հանգիստ լսի։ Սերունդ ասում, հա, բայց Զամբիայում երիտասարդների օր, Սիրիայում հեղափոխության օր, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում կանանց միջազգային օր, մարտի 8։ 1857 թվականին հենց այս օրը Նյու Յորքում տեքստիլ ֆաբրիկայի աշխատակցուհիներն առաջին անգամ դուրս եկան փողոց ու պահանջեցին 16 ժամի փոխարեն 10 ժամի աշխատանքային օր, լուսավոր եւ չոր աշխատանքային պայմաններ եւ տղամարդկանց հավասար աշխատավարձ։ Արդյունքում ոչինչ չփոխվեց։ 1908 թվականին կրկին ոտքի կանգնեցին կրկին նույն պահանջով, բայց արդեն նրանց թորները, իսկ մարտի 8-ը տոնի վերածելու առաջարկը Կլարա Ցետկինինն էր 1910 թվականին։ Նպատակն էլ ոչ թե նվերներ ստանալն էր, այլ տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալը։
Գերմանիա, Ավստրիա, Դանիա եւ Շվեյցարիա։ Այս երկրներում առաջին անգամ 1911 թվականին նշվեց կանանց միջազգային օրը, բայց ոչ թե մարտի 8-ին, այլ 19-ին։ Իսկ 1912 թվականին մարտի 19-ը դարձավ մայիսի 12 եւ միայն 1914 թվականից ու մինչ այսօր կանանց տոնը տոնում ենք մարտի 8-ին։ Գերմանիայում, Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ։ Չինաստանում, Իտալիայում եւ նույնիսկ աֆրիկյան մի շարք երկրներում այդ օրը տոն է, բայց աշխատանքային։ Այս տոնին Խորհրդային Միությունը միացավ 1913 թվականից։ Մենք հայերս ավելի ուշ, սակայն օրը դարձավ տոնական ու ոչ աշխատանքային 1966 թվականից միայն։ Քաղաքական ենթատեքստով ստեղծված տոնը ապա քաղաքականացվեց հատկապես խորհրդային տարիներին։ Այն սեփականաշնորհվեց ոչ միայն պետության, այլև ընտանիքի կողմից եւ դարձավ գարնան, հավերժկանացիության եւ սիրո մեծարման տոն։ 1975 թվականին միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն եւ ցույցերի փոխարեն այսօր տոնը ավելի շատ ենթադրում է նվերներ։ Այս տոնը նշող երկրների բնակչության մոտ կեսը նախընտրում է ընտանեկան ընթրիք տանը կամ ռեստորանում։ Մենք հայերս այսօրը հաճախ սահմանափակվում ու բավարարվում ենք օնլայն բացիկներով ու համացանցային ծաղիկներով, հաշվի առնելով նաեւ այդ օրերին վաճառվող ծաղիկների երկրաչափական պրոգրեսիայով աճող գները։ Իդեպ անկախության հռչակումից հետո 1996 թվականին մարտի 8-ը փոխանցվեց ապրիլի 7-ով, բայց սովորույթի ուժով շնորհավորանքներ հնչում էին նաև մարտի 8-ին։ Եվ 2001 թվականին ընդունվեց տոների եւ հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում։ Եվ այսօր աշխարհում թերևս միայն մենք ենք, որ կանանց նվիրված երկու պետական տոն ունենք։ Իրինա Մուսյան, Առավոտը շանթում։ Անի ջան, շնորհավորում եմ մարտի 8-ը։ Շնորհակալություն Սերգեյ, բայց այո, եկեք չմոռանանք ի սկզբանե մարտի 8-ը ինչի համար է։ Այո, դա կանանց հավասար լինել ձեզ հետ։ Իսկ դուք մեզ ոչ թույլ եք տալիս սովորել, ոչ ապրել, ոչ զարգանալ։ Քան վաղ ինչ եմ հանգիստ ինձ համար նստել եմ։ Երկու հատ ծաղիկ, 3 հատ օծանելիք եւ մենք մոռացանք ինչի համար է։ Ասա ներեջ խելքը։ Եկեք հավասարություն նվիրենք, ինչի համար եք բան ծաղիկ մաղիկ նվիրում, այո։ Հավասարություն, իրավահավասարություն եւ շարունակենք։ Խոսենք աշխարհի լավագույն երկրների մասին։ Թեման հարթենք, այո։ Այո, դա ցավոք մեր մասին չի, բայց դա ինչ իմանաս, աշխարհի լավագույն 30 երկրի ցանկը գլխավորել է Շվեյցարիան։ Հայաստանը։ Երկրորդ տեղում Կանադան է։ Հայաստանը։ Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան։ Լավագույն երկրների տասնյակում են նաև Գերմանիան, Ճապոնիան, Շվեդիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Ֆրանսիան եւ Նորվեգիան։ Հայաստանը։ Ռուսաստանը 27-րդ հորիզոնականում է, սակայն երկրորդն է աշխարհում ազդեցության ցուցանիշով ԱՄՆ-ից հետո։ Հայաստանը ցավոք վարկանիշում չի ընդգրկվել Սերգեյ, իսկ վերջին տեղում Սերբիան է։ Աշխարհի բոլոր երկրներում տղամարդիկ կանանցից 5-ից 10 տարով ավելի քիչ են ապրում։ Նախորդ դարում գիտես չէ, այս տոնորով չասեմ, Ասա Սերգեյ, չեմ ասի այս տոնորով։ Թե ասելու բան է ասա։ Կանցերս կերակ, այո։ Իրավահավասարություն Սերգեյ, արտահայտվիր։ Իրավահավասարություն։ Սիրելիներս, մենք վերացող, այսպես տեսակ ենք։ Դրա համար հիմա ամբողջ աշխարհում, ասենք, տղամարդիկ ուզում են դառնալ կին։ Գիտես չէ, տենդենսը, այո, այսպես ասած։ Գիտես այդ, այո, դրա համար մի քիչ երկար ապրենք, մենք էլ մեղ չունենք։ Դրա համար է տենց, այո։ Արտահայտվեցիր։ Արտահայտվեցի։ Անցնենք առաջ։ Նախորդ դարում կար տեսակետ, որ դրա պատճառը վնասակար սովորություններն են կամ ռիսկային վարքագիծը եւ սեփական առողջության ավելի քիչ հետևելը։ Ես հորմոնալ պրեպարատներ եմ ընդունելու, դառնամ կին մի քիչ երկիր ապրեմ, մի քիչ երկար ապրեմ, հա։ Մեր օրերում գիտնականներն ապացուցել են, որ տղամարդկանց համեմատաբար կարճ կյանքի պատճառը բնությունից տրված ավելի թույլ եւ խոցելի սրտանոթային համակարգն է։ Ինչ անեմ մի քիչ աճի։ Իսկ կանայք ավելի կենսունակ, ամուր սիրտ ունեն, որը ստացել են էվոլյուցիայի ընթացքում, քանի որ նրանց դերը ապագա սնունդները ապահովելու հարցում ավելի մեծ է եւ ծանրակշիռ։ Սակայն կան նաեւ այլ շատ պատճառներ. կանայք չեն ծխում, կանայք չեն խմում, կանայք զբաղվում են առողջ ապրելակերպով, փորձում են հարմարավետ Եվ ամենակարևորը ուտում են մեր կյանքը, սիրելիներս, այդ մեր
մեր կյանքն է, այդ որ 3 տարի ավել եք ապրում կամ 10 տարի, այդ մեր կյանքն է, Անի ջան։ Շարունակեմ, փորձում են հարմարավետ կյանք ստեղծել իրենց ամուսինների եւ ընտանիքի համար, ավելի շատ են աշխատում, բայց ավելի քիչ են տրտնջում եւ տարվա մեջ երևի չեմ սխալվի, եթե ասեմ 12 ամիս, օրվա մեջ ընդամենը 23 ժամ, ոչ թե 24, պատտվում են հոլի նման եւ ամեն ինչ անում են ընտանիքի համար։ Դրա համար էլ մենք այդքան առողջ լված կանելով մեռար, երկար ենք ապրում, դիմացկուն ենք։ Միայն թե կանայք չեն կարողանում ապրել առանց սիրո, ցավոք։ Նման մի գեղեցիկ եւ զգայուն կնոջ Մերլին Մոնրոյի մասին կպատմի այսօրվա ֆենոմեն էջը, որը մենք կդիտենք կոմերցիոն դադարից հետո։ Չեն կարող ապրել առանց սիրո։ Այո։ Ինչ տիկնայք և պանայք, Մարտի 8-ի կապակցությամբ Շանթ հեռուստաընկերությունը ինձ վերադարձրել է եթեր, Բարի լույս եթեր և ես ողջունում եմ բոլորին և մենք շարունակում ենք Բարի լույս բոլորին։ Բարի լույս սիրելի հեռուստադիտող, ինչպես հասկացաք մեր ասա Սերգեյ, լավ, ասա, խոսքը մեծին։ Մեր տաղավարում են այսպես ասած այսօրվա սեքս սիմվոլները, ես կասեի տնային տնտեսուհիների գաղտնի օրգազմի հերոս, Գրիգոր Աղախանյան, ստուդիո։ Եվ երիտասարդ աղջիկների այսպես ասած սրտակեր, այո, Արշալույս Հարությունյան։ Հարությունյանը բարև ձեզ։ Բարև ձեզ մեր սիրելի հյուրեր։ Ձեզ կանչել եմ բալանսի համար, դրեք ջան։ Այո, որպեսզի տղամարդը լսի ջան։ Դե քանի որ դուք եկել եք սիրելի տղամարդիկ, ես թույլ կտամ ինձ մի փոքր լռել եւ լսում եմ առաջին հերթին ձեր շնորհավորանքները, նոր հետո կշարունակենք։ Խնդրեմ Արշուջան։ Անի ջան, իդեմս քեզ սրտան շնորհավորում ենք բոլոր մայրերին, կանանց, քույրերին, այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ճիշտ ենք կոմունիստական, սովետական տոն է, բայց մենք դրան այդպես չենք վերաբերվում, մենք վերաբերում ենք այդ տոնին շատ գեղեցիկ, ինչպիսին դուք եք, ձեր ժպիտներն, ինչպիսին այսօրվա գարունն է, սրտան շնորհավորում ենք ու ցանկանում ենք բոլոր կանանց ու աղջիկներին իսկական կանացի երջանկություն, որովհետև իսկականը Ես այզում ասել եմ, որն է այդ իսկական կանացի։ Սերգեյը դժվար հասկանա, դրա համար հատուկ բան։ Երջանկությունը դրա համար եմ ասում դու ասա, էլի։ Կանացի երջանկություն, եթե կարողանանք մենք բարերով ասեինք, դա արդեն կլիներ շատ էժան ու հասարակ երևույթ, որ ասենք կգնայինք, կվերցնեինք ու կունենայինք։ Դա մի բան է, որի մասին միշտ պետք է երազել։ Հասկացաք, չէ, բայց երազելով պետք է միշտ ձգտել ու հասնել ու ունենալ։ Գիտեք, երջանկությունը պոզով փոչով չի իրականում, երջանկությունը մարդկային հասանելի երևույթ է, իսկ կանացի երջանկությունը դա շքեղ գարնանային բարի բան է։ Ու շատ ինդիվիդուալ բան, որովհետև յուրաքանչյուր կին ինքը իր երջանկությունը պատկերացնում է յուրովի ու մենք դժվար թե իրավունք ունենք մտնելու այնտեղ ու ռեդակցիա անել։ Ներեցեք, դուք որ դաշինքից եք։ Ասում եմ, բայց բան չի ասում, հետաքրքիր է։ Բայց ասում եմ, որ դա շատ ինդիվիդուալ բան է այդ երջանկությունը, Սերգեյ ջան, որ հիմա եթե ես ասեմ, երջանկությունը այն է, երբ որ կա կողքից սիրող ամուսին եւ չգիտեմ ինչ, արդեն կդառնա պրիմիտիվ, հասկանում եք։ Իսկ որ ասում ես կանացի երջանկություն, դա հնչում է յուրաքանչյուր յուրովի զգում ու սկսում է իր համար կառուցել այդ երջանկությունը ու ձգտել այդ երջանկությունը։ Դժվար է։ Չէ, շատ պարզ, ուղղակի Սերգեյը անպայման այս տոնը ագրեսիվ նոտաներով։ Այսքանը։ Ըստ Գրիշայի ինչ է ուզում։ Երջանկությունը ինձ թվում է կինը երեխա ունենա եւ դառնա տան տնտեսուհի, տնից դուրս չգա։ Ինձ թվում է երջանկությունը հենց հայկական տարբերակն է դա։ Իսկ եթե ոչ հայկական Գրիշայի պատկերացմամբ։ Չէ, իսկ եթե լուրջ օրինակ նայ սովետական նշեցիր, այն ժամանակներ իսկապես այդպիսի երևի ավելի խիստ էր, Սերգեյ համաձայնում եք։ Ավելի այսինչ որ ասեցի, ինձ թվում է հիմա գնալով ավելի Հիշում ես սաղ աղջիկներին պետք է անպայման ծաղիկ նկարեք, նվիրեք բան տենց տղեկին։ Հա, նո այդ մոբիլիզացիա են անում բոլորիս։ Այո, Սերգեյ ավելի հին մարդ է, մոբիլիզացիա ինքը Ստալինի ժամանակները հիշում։ Ինքը լիկայանում է սովորել, ինքը դպրոց չի գնա, ինքը լիկայանում է։ Միանգամից, հա։ Չէ, ուզում ասեմ, եթե խստություն կար նույն ընտանիքներում, կինը ավելի, չգիտեմ, տղամարդը ավելի ճնշող էր, ու կոպիտ ասած այսպես։ Հիմա ես ուրախ եմ, որ այդպես չեն, ամենադեպս տենդենսը զգացում է դեմոկրատական երկիր ենք դառնում, ու ինչ որ, հա, կին արդեն ազատ է, արի հիշենք
Արշո, մեքենա երբ են վարում 80-ական կանայք։ 1 2 3 5, հա, Երևանում։ Ես ավել չեմ հիշի։ Հիմա էլ չեն վարում։ Հիմա վարում են։ Հիմա իրանք ղեկին գտնվում են։ Տարբեր բան։ Մի րոպե, չստացվեց։ Չէ, ավել չի, գործ չունես, այ իզուտ։ Չէ, ես ված բան չի ասում։ Չէ, դա մեքենա վարելը շատ բռի տղամարդկային բան է, իսկ ղեկին գտնվել ու մեքենան ինքն իրան գնում է, այդ դրանք տարբեր բան։ Չէ։ Լավ բան է։ Ամեն ինչ պետք է կարողանալ գեղեցիկներ, բայց մենք համաձայն կային, չէ, մեքենա վարող կանայք, սովետի ժամանակ։ Ես հիշում եմ։ Լեննական ֆիրային Այն հիշես։ ժամանակ անգամ տրոլեյբուս վարող կանայք Կարմիսերով ֆիրան, հա։ Այո, կային, ուղղակի քիչ էին։ Չէ, լավ լինեն, երջանիկ լինեն։ Այնքան իրանց լավ զգան, որ ընդհանրապես չներվեն, անգամ եթե տղամարդ է, Սերգեյ նման տղամարդը, որը ճնշող է, ներվայնացնող է բոլորին, կանանց նույնպես այ քեզ օրինակ վերցնեմ։ Ես զարման դու ոնց ես դիմանում այսքան ժամանակ ես եթերներին։ Բոլորն են զարմանում, բայց ես կարողանում եմ։ Անգամ ինձ թվում է զավրիդի կատ են տալի, արշո ինչ են տալի, կատ, զա քիմիական հա բաներում։ Այս թվում է պետք է անին նաև տան կատ, մածուն եւ մնացած։ Ես մի բան ասեմ ու շարունակենք, էլի։ Ես ուրեմն մի պա ընկա բանի մեջ, ուրեմն տեսեք կանանց մասին դարեր շարունակ խոսել են Պետրարքան, Վահան Տերյանը, ասենք այսպիսի մարդիկ ու հիմա մի տեսակ որ նայում եմ մեզ ու ոնց են խղճում անին, էլի, որ տեսեք ժամանակները ոնց են փոխվել, էլի։ Վերադառնանք մեր թեմային։ Մարտի 8-ը ի սկզբանե ստեղծվել է նրա համար, որպեսզի կանայք կարողանան իրավահավասարություն պահանջել, հա, տղամարդկանց հետ հավասար լինելու, ինչ-որ քաղաքական տոն է։ Աշխատաժամեր, վճար եւ այլ։ Դուք ինչ կասեք այս ամենի մասին։ Ինչ եք մտածում իրավահավասարության մասին։ Գիտեք, այդ հավասարությունը լավ բանի չի բերում։ Օրինակ Միացյալ Նահանգներում երկար ապրելուց հետո ես հասկացա, որ այդ հավասարությունը բերեց դրան, որ կանայք շատ դեպքերում իշխում են, ճնշում են, բաժանվում են։ Իսկ մինչև դա 19.5 դար տղամարդիկ չէին իշխում, չէին ճնշում եւ չէին բաժանվում եւ չէ՞։ Ես հավասարության կողմ եմ, իհարկե, եթե լուրջ, ուղղակի ինձ թվում է պետքա չափի մեջ լինի, մանավանդ արևելյան երկրներում։ Հա, չափը, որ ասենք տեղեր կա, որ պետք է հուծուծու, բայց ասենք շատ դեպքերում ազատ, հանգիստ բան։ Կինը չի լինում, որ դա հուծուծու։ Բայց չի լինում տենց, Արշո ջան, չի Բայց լինում։ հիմա ես ասեմ հուծուծու, տեսեք, որի մոտ էլ է ստացվում։ Ոչ ուզում եմ ձեռնպա մնա մեզ բանավեճի մեջ, որովհետև մի տեսակ մարտի 8-ը մենք վերածեցինք բանավեճի, ես քաղաքական եղե, որովհետև այդ երկիրը սովետական միություն ասված է, ինքը այդպիսի կառուցվածք է, ինքը պետք է բոլորին բաժին հասցներ, այսինքն սա պահանջեցին Գերմանիայում սովետական միության վրա մի փաթաթեք։ Անպայման պետք է լիներ կանանց տոն, կոսմոնավտների տոն, բանվորի տոն, ամեն ինչը պետք է լիներ։ Պարտադիր տոներ, դրանք ուրիշ, բայց եկեք մենք հիմա մենք ոնց ենք ընկալում, մենք ոնց ենք զգում, մենք ոչ թե չեմ ուզում ոչ սոցիալական շատ հարթությունների մեջ դիտարկենք այս տոնը, ոչ էլ կուզեմ քաղաքականացնենք իրան։ Իհարկե դուք շատ գեղեցիկ եք խոսում, ես այդ մասին մինչ այս ասացի, բայց դա չի նշանակում, որ կարող եք խուսափել պատասխանից։ Հիմա իրավահավասարության մասին է խոսքը եւ նաեւ Գրիշայի ասածը ավարտեմ, խոսքը իրավահավասարության մասին, այլ ոչ թե որ կինը իշխի, թե տղամարդը իշխի։ Հələ մի հատ էս դարքի բան ասեմ։ Իրավահավասարությունը դա էլ է միած ստանդարտ։ Հիմա մենք եթե որոշենք այդ, դա կլինի ստանդարտ։ Մենք ինչ-որ կաղապարի մեջ կդնենք։ Ես ընդհանրապես կողմ եմ մարդկային տեսակին, մարդկային որակին ու յուրաքանչյուր կապ չունի կին հետ տղամարդ։ Այս փիլիսոփայական մտքերով այս տղամարդիկ եկել են որոշել են, որ պիտի գան իմ տաղավար ու մի հատ չթողեն ես խոսամ, մի հատ դասակարգեք ու ես դեռ ընդհանրապես ժիլետի թեվեմ։ Իմ տաղավարը եկեմ մաք, всё, ես բայց ինձ դուք հարցեցիք կիսատ մնաց։ Ես բացատրեմ ինչու ես չեմ գտնում որ ապարտադիր պետք է հավասար լինի։ Համ կողմ եմ, համ չոր կողմ չեմ։ Բացատրեմ ինչու։ Ապրելով Միացյալ Նահանգներում ես հասկացա, որ այդ ազատությունը բերում են նրան, որ շատ դեպքերում, նորից եմ ասում, կանայք արդեն դիրքեր էին վերցնում եւ հստակ հա պինդ վերցնում են դիրքը իշխողի դերում էին, որ Հայաստանում տենց չէր, իսկ դա տենց ադառում շատ արագ, չգիտեմ, մի կես տարի, 1 տարվա ընթացքում ու շատ հաճախ Արշո ջան, այն ընտանիքներ, որոնք այստեղ չեն բաժանվում, այնտեղ բաժանվում են, որտեվ կին ասում է հուծուծո, ես ազատ եմ, փող աշխատում, եւ մնացած բանը օրենքը կանոջ կողմն ավելի շատ եւ այլն, այսինքն կինը պետք է տանը նստի։ Հարաբերությունների մեջ ինչ հաթե նահապետական ընտանիքում չասեն բաժանվեց։ Ահո։ Բայց կինը լավ բան է, չէ։
Շատ։ Չէ, լավն է։ Չէ, պրինցիպի լավ։ Լավ, ինչևէ, ինչպես միշտ բնական է, եթե հավաքվեն 3 տղամարդ եւ 1 կին, այս հարցը պատասխան չի ստանա, այնպես որ առաջարկում եմ կողք դնել սա եւ չմոռանալ, որ մենք ամեն դեպքում կոլեգաներ ենք իրականացնենք, ինչպես ժամանակին Կլարացետկինի ժամանակին։ Այ խոսենք տոնի մասին, ապա շատ գեղեցիկ Լեանի ջան։ Այո, երկուսը էլ այս դեպքում 3-ը էլ արդեն ամուսնացած եք, ունեք ձեր բալիկները։ Լեգենդ եմ, ես լեգենդ եմ։ Այո, լավ։ Փորձառու տղամարդիկ եք, արդեն ամուսնացած։ Չթողով խոսեմ։ Բոլորս է բազմաթիվ ամուսնացել բաժանվել են, գետել ասեմ, հա։ Անես յոմենակեսը։ Մենակ անունն դուս եք։ Լավ բան ես արել, մի հատ ոգևորված հրապարակային խոսում ես դրա մասին։ Ամեն անգամ իմ մասին են ասում, բայց ձերան ասում, մարդու աշկը դուս գա, անունն էլ դուս գա։ Գիտեք, փնտրտուքները պետք չի խառնել այդ քո ասացի հետ, երբ որ դու ամբողջ կյանքում փնտրում ես ու ինչ-որ այն երջանկություն ասվածի հետևից որ վազում ես ու ամբողջ գիտակցությամբ ու զգայարաններով որ մի 10 անգամ ասենք Արշալույսյան, ինձ հիացնում են ձեր ձևակերպումները, վատ բաներ ասելու գեղեցիկ մատուցումը, բայց անցնենք առաջ։ Ի վերջո, փնտրտուքներից հետո յուրաքանչյուրդ գտակ ձեր երկրորդ կեսին, չնայած մարդիկ կիսատ չեն լինում, բայց դա չի այսօր էականը։ Ունեք ձեր բալիկներին, երջանիկ եք ձեր անձնական կյանքում, ինչ նվերներ եք սիրում մատուցել ձեր կանանց, որպեսզի նրանց աչքերը միշտ փայլեն։ Եկեք այդ երկրորդ կեսը չասենք։ Ես արշան չենք պլանավորում շպիցը։ Երկրորդ կես ունենում է դեղահաբը եւ հետույքը, ինչպես ասում է Ռանիևսկայան, այո։ Երկրորդ կես չի։ Կողքիդ ապրող կինը, որում դու շատ սիրում ես։ Ով երջանիկ է եւ այլ, ինչ եք սիրում նվիրել։ Մարտյութի կամ այսօրվա հենց մասին չէ, խոսքը առհասարակ։ Լսեք, ես Եվր զուգայր մտածում է ինչ։ Բախտս բերեց ես ժամանակ ունեմ մտածելու, բայց լսի, հա, միջև դա ես օրը մի անգամ արտիութին առաջի կրնչս հետ դեռ ապրում։ Չէ, դեռ ապրում։ Ու մարտիութ հերու կրված ենք, չանկեղծ եմ այսօր։ Ու ծաղիկ պետք է, ծաղիկ երևի ինչպես տղամարդկանց մեծ մասը ամանչում է sense բռնել, ու ինչ որ պետք է հերու գնա երրորդ մաս թե ուր, չգիտեի ծաղիկը ոնց ինչ անեմ, որտեվ sense ինչ որ ժամկես գնալով ամոթ է ասեն տղամարդ ես ծաղիկ, նույն ժամանակ սովետի վաղ ավելի դե ծաղմախ բաներ կար։ Վերջը պարտոյի դեպքում sense դեպածքի ասում ես միջև ավտոբուս, մետրո, բան, միջև հասա հանեցի ծաղիկից բան չէր մնացի, ինչ մենակ վեդերը տես կրված մնացինք։ Հասկացամ։ Չբարիշեցինք, դրանից հետո ծաղիկ չեմ նվիրում, արդեն Պարֆում բան։ Քանի որ Գրիշան ակամա ի պատասխանում հարցը փոխեց, կվերադառնանք իմ հարցին, հիմա շարունակենք էլի նույն թեման։ Նույն հարցին պատասխանեմ, էլի արդեն մտածել եմ։ Արդեն կանայք չէին ուզում։ Ինչ ես նվիրեք հոգի։ Հիմա տեսեք, նախ գլոբալ Չէ, ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասանի ջան, ես իր հարցին չեմ պատասխանում։ Այսօր ես եմ ուզում, մերսի։ Նվեր, որը որ չեմ ուզում ասել, արդյունքում այնքան դուրս չեկավ, որ մի խոսքով չընդունեց։ Եղել է նման բան։ Այդպեսի բան, չէ։ Լավ, ամոթը ընդունել է, բայց եթե անկեղծ ասենք, ես շատ քիչ եմ նվիրում։ Ես այդ հարցում շատ դեբիլ եմ, էլի։ Ես գիտեմ, որ դա լավ չի, հիմա դրան չկա արդարացում, բան չկա իրական, բայց դե ու գիտես, տարօրինակ կերպով Լուսինեն ինձ արդեն հասկացել է, անցալել է ու ինքն էլ այնքան է օգնում այդ հարցում ինձ, որ ես ինձ միշտ պաշտպանված եմ զգում։ Մենք այդպես որոշել ենք, որ գիտես, դե տոներին բոլորն էլ նվիրում են, էլի, այդ այնց որ չլինի, ես մեր մեջ չգրված օրենք կա։ Ես իրանց աղիքներ նվիրում եմ չտոներին։ Երբ ուզում նվիրում։ Երբ ուզում եմ, որը դա տոնի հետ, երբ որ տոնի հետ է, ես այդ պարտավորությունը, այդ որ պիտի անեմ, այդ չեմ անում։ Երբ ուզում եք 5 տարին մեկ։ Չէ, կարող է 5 տարին մեկ, բայց ամենայն դեպս ոչ տոներին։ Ես էլ եմ դա ուզում ասել, իմ մոտ էլ այդ չկա։ Ես կարող եմ արդի 15-ին նվիրեմ։ Դա հա, պատահական ավելի հետաքրքիր է, էլի։ Մենք ավելի օրիգինալ ենք։ Ես կարող եմ ձեզ օգնել այդ հարցում։ Կարող եք ծաղիկները նվիրել միշտ ցանկացած առիթին եւ ոչ առիթին, իսկ տոներին կարող եք նվիրել ձեր քարտերը բանկային եւ նա կնվիրի նրան ինչ հարկավոր է։ Ասեք, որ ամենամեծ նվերը դա երեխան է, չէ՞։ Այո, այո։ Իրականում այո։ Երեխայի նվիրել, այո։ Իրականում ես ասել եմ, որ հերթագրվեն այսօր, այո։ Ցանկացողները հետագր, որովհետեւ տեսեք ով է տաղավարում։ Նվեր ստացողները թե տվողները, դրանք եկեք հասկանանք։ Տվողները դե կտան parza։ Վերադառնանք գնոջ երջանկությանը, քանի այս արվեստագետները չեն փչացրել իմ եթերը։ Երջանկությանը։ Սերգեյն, խնդրում եմ մեզ չխառնի դա։ Այս արվեստագետները չեն փչացրել իմ Գրիշայի եթերը։ Համա տես ինչ եմ ասել, ասում եմ մենք ինչ մեղքում։ Դու չես ասում, դու որ նայում ես, վերես ես հասկանում, դու ինչ ես մտածում, արդեն չեմ կարողանում։ Ահա 30 տարի ծանոթ ենք, բա ինչ անենք։ Լավ։ Ղեկավարությունը սխալ որոշում է կատարել, հենց ամարտի 8-ին Սերգեյ չպիտի լիներ։ Լսի, քեզ ասել ենք միջև ընտրությանը ղեկավարության չտաս
կասես, վերջ։ Գրիշա ջան, դրա համար մենք քեզ էլ ենք հրավիրել, որպեսզի մի փոքր բալանսի բերենք այդքերը։ Դժվար է, փորձենք։ Եվ արշալույս։ Այդ ինչ բալանս, իմ մասշտաբը որ կասանք, ինչ բալանս։ Մի անգամ գնա։ Ի վերջո վերադառնանք, այո, կանանց տոներին եւ երջանկությանը։ Ինչպես է սկսել ձեր եւ ձեր կանանց այսօրվա առավոտը, որքանով է այն ռոմանտիկ, սուրճ պատրաստել եք թե ոչ, սալիկը նախորդ գնել եք թե ոչ։ Ալի լուրջ, այդ հարցը լուրջ տալի։ Այո, շատ հարցում է։ Չէ, զարթնեցինք լողացանք։ Եթե գոնե ես վստահ Երկուսով եք լողանում, չեմ հասկանում։ Այդ բարոյասները չեմ։ Այսօր է տորներ, որ երկուսով լողանանք։ Բայց երեխեք ինչ մտածել այդ տղա։ Երեխեքը քնած էին, դմբո։ Երեխեք քնած։ Էս էլ իմ ման թորներ ունի արդեն, էլի։ Այսինքն մեր երեխաները կարող են լինել մեր թորները։ Լավ, ընտանիքի մեջ կռիվ չգցելու համար շարունակենք թեման։ Ինչ եք կարևորում կնոջ մեջ, հա, որ ասում են լավ կին, լավ մայր, ընտանիք։ Ինչ եք պատկերացնում, ո՞րն է այդ լավ կին ասվածը։ Աշեմա դու ասա, ես մտածում եմ։ Ախր ես գիտեք Ինչ իսկապես հատկանիշներ Անի պիտի ջան, ունենա երթվում եմ, ամեն մի տվածից հարցին այնքան լուրջ եմ վերաբերվում, ու այնքան Նկատելի սրտան է։ ուզում եմ պատասխանեմ, որովհետև ես բան ունեմ էլի ասելու, նեն չի որ զնգում եմ էլի։ Լսում ենք, բա։ Ուղղակի այդ երևույթը կողքից նստած։ Ես հենց կնստեմ։ Նայ, Կողքի։ մի հատ էլ հարցը դու։ Լավ կին ասելով արժանինքները կնոջ, հա, ո՞րն է, ինչ եք պատկերացնում, երբ ասում եք արժանի կինը, լավն է եւ Հիմա լուրջ եմ պատասխանում։ Տղամարդու արժեքը, տղամարդու գնահատականը հասարակության մեջ, կյանքում, ընտանիքում, շրջապատում, աշխատանքի վայրում, այդ բոլոր տեսակի երևույթների մեջ տղամարդկային կերպարը կարողանում է ներկայացնել, ճիշտ մատուցել ճիշտ կինը, որը կարողանում է արժեքավոր իր կողքի տղամարդուն։ Ուխ, այդ են։ Այսինքն ստացվում է, որ կինը գործիք է տղամարդուն շրջապատում կարևորելու միջոց է։ Չհասկացաք, տղամարդուց կինը ցանկացած տղամարդուց խելոք կինը կկարողանա դարձնել թագավոր, կկարողանա դարձնել ասպետ, հերոս ու նույն հաջողությամբ կդարձնի, չեմ ուզում վատ բառեր ասեմ, էլի որ տղամարդիկ չբանանեն, ասենք կարան նվաստացնեն, փալասի տակ դա, այսինքն հավատացեք բնությունն է այդպես ստեղծել մեզ, այս երևույթներին այդպես է ստեղծել, այսինքն այ այդ է նշանակում լավ կին, եթե տղամարդը հերոս է, եթե տղամարդը իր դիրքը հասարակության մեջ ունի, եթե տղամարդը հաջողակ է, եթե տղամարդը տաղանդավոր է, ուրեմն ինքը ճիշտ կին ունի իր կողքին, հավատացեք։ Եթե չկա ճիշտ կին տղամարդու կողքին, ուրեմն այդ ամեն ինչը կամ արհեստական են կամ կնոջը տղամարդու մեջքի ետևում։ Բայց դա սպասի, բայց Նապոլեոնի հետևում չէ, Անի ջան, ասածս միշտ Գրիշա ջան, Իվան ասա։ Արշուն շատ խելացի պատասխանեց, էլ ավելացնելու բան չկա։ Շատ ճիշտ ասաց։ Բայց ես ուզում եմ թեկուզ նույն բանը Գրիշայի բառերով։ Եվ հիշեք, որ Նապոլեոնի կինը լավ կին չէր։ Եթե նոր մտքեր, ապա Գրիշայի բառերը։ Նապոլեոնը հասավ ամեն ինչին։ Ես դե կնիկը լիր ֆեր բայց, հա։ Տեսնում եք։ Ասում են էլի։ Կար չեք Տեսնում եք արշալույս, բաներ, բայց դուք եթե հասկանամ դու ինչ ես ուզում լսես, այդ կասեմ, բայց ես ուզում եմ լսել այն ինչ բոլոր կանայք, իսկ քանի որ դուք դրա պատասխանը չգիտաք, ես նենց արժեքավոր բան եմ ասել, որ դրանից թանկ բան կանանց համար դժվար թե կարողանամ էլի ասել, որովհետև երբ որ կինը խելոք է, երբ որ կինը ինքն նախ եկեք մի բան հասկանանք, երբեք չի լինում որ տղամարդն է կին ընտրում, մոռացեք դա ոչ մի ժամանակ եղել են երևի անգամ կենթանական աշխարհում այո բնությունը այդպես կինն է ընտրում տղամարդ կինն է ընտրում իրեն հարմար իր զգայարաններով իր գիտակցությամբ երբեմն սխալվում է մի հաճախ են սխալվում եւ հիմնականում են սխալվում բայց իրանք են ընտրում այդ իրանց ընտրությունն է տղամարդը չի ընտրում կնոջը այս ենթագիտակցության մեջ մի հատ տեղ է, որ մենք չենք կարող դրա պատասխանը տալ։ Անգիտակցության, բայց ինչպես եղել են ժամանակներ, որ այդ խեղճ երեխեք ասենք, չեն էլ իմացել ով է լինելու իրանց ամուսինը, երբ որ փաթաթ է ու այդ դրանք ուրիշ բիրտ վայրենի ժամանակներ են, հիմա էլ կան ցեղեր, որտեղ ինչ որ բան այդպես է։ Այդ եկեք գիտակցական մարդու մասին ենք խոսում։ Երբ որ կա գիտակցություն, միշտ կինն է ընտրում իր տղամարդուն ու շատ մեծ դոմինանտ է այս սոցիալական այս երկու պարոդների մեջ կինը դոմինանտ է բոլոր դրսևորումների ու բոլոր ուղղությունների մեջ կնոջ ազդեցությունը շատ մեծ է ու կարևոր Ուզում եք ինչ լրջացրեցիք արժան շատ չէ ուզում եմ ասեմ հիմա մենք շատ խելացի ես պատասխան բայց տենց է չէ իսկապես ուզում արդյունքում ստացվում է որ կինն է ընտրում եւ չստացված ամուսնությունների ողջ պատասխանատվությունը էլի ընկնում է 100% բացի այդ ուրեմն ձեր մարտի 8-ը շնորհավոր 100% բացի այդ եթե լինեն հանդուրժող չի լինի այդքան բան
Ես խոսում։ Եթե հասարակությունը ունի խնդիրներ, եթե կան խնդիրներ, ապա էլի կինն է մեղավոր, որովհետև կինն է դաստիարակում այդ մարդուն։ Առաջի անգամ դու տեսնում ես քո մորը, ինչպես մայրդ կդաստիարակի, անցե կդառնաս դու մարդ։ Ահա, դրա համար սիրելիներս, սիրելի կանայք, մենք իհարկե շնորհավորում ենք ձեր մարդուտը, բայց մեր պարտները շատանում են ձեր։ Եթե տղամարդիկ տեղից իրար գան եւ դաստիարակությունը վերցնեն իրար, իրենց ձեռքում մենք հավանաբար 50 տարի հետո կունենանք ավելի առողջ հասարակություն։ Չի լինի, անի ջան, եթե տղամարդկանց սկսեն վերա, եթե կանայք նույնիսկ այնքան խելոք են, որ նույնիսկ քաղաքականությամբ չեմ զբաղվում, այդ ամենաանհետաքրքիր գործը թողել են տղամ, դա անհետաքրքիր բան է իրանց համար։ Պատկերացնում ես, կանայք ձևական են զբաղվում քաղաքականությամբ։ Այդ եթե տղամարդկանց թողնեն, այդ նորից կլինի ինկվիզիցիա, նորից կլինեն գլադիատորներ, հասկանում եք։ Այո։ Եթե տղամարդկանց վստահես ինչ-որ բան, ասես դե դուք կդառնա նորից այդ ինչ որ եղել է վատ բաները տես։ Իհարկե, ինձ Սպարտան Դրա համար էլ ասում եմ եւ տալիս են տղամարդկանց, որպեսզի նրանք դաստիարակեն։ Կռիվ, խալմաղալ, արուն։ Դրա համար էլ ասում եմ ամեն ինչ վստահեք կանանց, չէ՞ որ մենք մայր իշխանությունը լավ բան։ Տարաձայնությունը այնքան շատ է, որ մենք ընդհանուր հայտարարի չենք գա։ Մայր իշխանությունից լավ բան չկա, բայց ինչպես ասաց Գրիշան, վերադառնանք մարտի 8-ին։ Նայ, մայր իշխանություն, վատ արտահայտություն։ Շատ լավ արդյոք, նա ինչ լավ են չում մայր իշխանություն։ Վատ արտահայտություն, շատ մայր իշխանություն, մայր իշխանություն։ Ոչ հայր իշխանությունն է պետք ասել, ոչ մայր, ախր պետք չի դրանց։ Առաջին լավ միտքը արշալույս այսօրվա ընթացքում։ Իմ թե քո։ Ձեր։ Շնորհակալություն։ Իշխանության մասին չխոսենք։ Ընդհանրապես, այո։ Կլինի, մայր իշխանություն կլինի, թե։ Գրիշան էլ 15 րոպեա բան է ուզում ասի, չենք թողում։ Խնդրեմ, Գրիշա։ Լավ, հիշեցիք, որ ես էլ եմ տաղավարում։ Մենք միշտ քո ներկայությունը ուզում ենք, եթե անգամ դու այստեղ ես։ Անկախ տնայից դու կաս թե ոչ դու մեր կողքին ես։ Հիմա ուզում եմ հասկանալ իսկապես հիմա այդ հավասարությունը պետք է հա ինչի։ Հա, հասկանանք, էլի հավասարությունը ինչ է, լավ է, պետք չէ։ Հավասարություն լինի թե չլինի։ Դե ես չեմ կարողանում ընդհանրին պատասխանել, Էլի ես պատասխանեմ, էլի ես նախելոք մեր մեջ չի թող հավասարությունը սխալ հասկացողություն։ Ինչ է նշանակում հավասարություն։ Նույնիսկ այս մատիտն ու այս մատիտը իրար հավասար չեն։ Որտեվ ես ցած եմ կոտրել հարցը։ Նայ, տեսեք, ինքն էլ է կանաչ մատիտ, տեսել է կանաչ մատիտ, բայց նրանք նույնը չեն, սրանք տարբեր մատիտներ են։ Ոնց կարելի է մարդկանց մասին այտենց հավասարություն նշանակել։ Այո, նույնը չեն, բայց մատիտների իրավունքները նույնն են, նրանք երկուսն կարող են գրել կամ չգրել։ Ինչ է նշանակում իրավունքը, սահմանափակումները, իրավունք չի կարելի։ Հենց բան չունենք ասելու, ասում ենք կանայք սխալ են խոսում։ Չենք ասում սխալ ենք խոսում, ախր հիմա մենք եթե վերցնենք, էլի եմ ասում, կանվերի մեջ դնենք, տարաների մեջ դնենք, փաթեթավորենք, ձևավորենք ու իրան լավ, ես փորձեմ այլ օրինակով ասել։ Դուք խոսում եք այն մասին, որ ամեն մարդ ունի իր տեղը, իր միսիայով է ծնվում, կին թե տղամարդ ինչ կապ ունի, ինչի վերցնենք իրանց մի հատ համեմատենք, շատ տարբեր բաներ են։ Նախ համեմատենք, հետո հավասարեցնենք իրան։ Այ Արշուն շատ ճիշտ ասեց, ամեն մեկը պետք է ունենա իր տեղը, հատկապես կինը։ Հատկապես կինը պիտի լինի։ Կինը պետք է ունենա իր տեղը։ Կարճատև գովազդից հետո կհասկանանք արդյոք խոհանոցում է կանանց դերը ըստ Գրիշայի եւ Արշալույսի։ Չէ, հավասարությամբ է արդեն ներվանած։ Կանանց տեղը ոչ միայն խոհանոցում է, նաեւ անկողնում է։ Գովազդներ եթերում։ Դուր չեմ հասկանում։ Ես շատ համաձայն Եվս մեկ անգամ բարի լույս եւ հիշեցնենք մեր հաղորդման հովանավորներին։ Հիշեցնենք, մեր հաղորդման հովանավորն է Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Դելտա կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, անոթների դուպլեքս հետազոտություն եւ այս ամենը զղջված գներով։ Իսկ ողնաշարի դիագնոստիկ հետազոտությունը, վահանաձև գեղձի եւ ճիճվակրության հետազոտությունը կատարվում է անվճար եւ առանց տարիքային սահմանափակման։ Դելտա կլինիկ հեռախոս 500-560 հասցեն Թավանյան 6։ Իսկ եթերն այժմ կշարունակի օրվա դեղատոմսը իր ժողովրդական բաղադրատոմսերով, ինչից հետո մենք կշարունակենք վիճել տղամարդկանց հետ մարտի 8-ի վերաբերյալ։ Այսպես են մարդուն հաստից կդրում, բա։ Ժողովրդական բժշկության մեր հատվածում մենք այսօր փորձելու ենք պայքարել ոչիլների դեմ, որը հատկապես մտահոգում է ծնողներին, իսկ մանրամասները, ինչպես միշտ Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Դպրոցական տարիներին, նախակրթական տարիներին հատկապես հաճախադեպ հանդիպող մի երևույթ է ոչիլը, որ գրեթե չի շրջանցում ոչ մի փոքրիկ երեխայի։ Այն ինչպես տնական միջոցներով կարող ենք պայքարել դրանց դեմ։ Իհարկե ոչլոտություն առաջանում է, փոխանցվում է մեկը մեկից այն ժամանակ եւ տարածվում է այն ժամանակ, երբ երեխաները մեկը մեկի հետ շփվում են։ Իհարկե դա լինում է փոքր երեխաների մոտ, մեծահասակների մոտ ինչու չի լինում, որտեղ այնտեղ քիմիական ներկեր են օգտագործում, չենք շփվում այդպես, իսկ երեխաները
մանկապարտեզում, դպրոցներում կամ բակերում խաղալով իրար հետ մեկը մեկից անցնում է։ Իհարկե կարող է առաջանալ անգամ այնտեղ վերքեր, որովհետև ոճլոտությունը հենց ոճիլը առաջացնում է քոր, որտեղ հենց կծում է ինքը արդեն անկախ երեխան անկախ իրենից սկսում է քորել։ Երեխաները նաև բարդույթավորվում են, այո, եւ բարդույթավորվում են եւ այնտեղ մաշկի վրա կարող է առաջանալ խնդիրներ, նույնիսկ ցարախային վշտիկներ։ Դրա համար շատ հաճախ մարդիկ մտածում են, թե ինչով կարելի է վերացնել բնական, տնական եւ շատ հարմար միջոց, որը իհարկե դեղատներում նույնպես վաճառվում է ոչլերի դեմ օգտագործման միջոցներ, բայց որպեսզի ավելի հեշտ, ավելի մատչելի եւ տնական եւ ձեռքի տակ հատկապես յուրաքանչյուրի ընտանիքում կա, դա քացախն է 9%-անոց, ինչ պետք է անել։ Պետք է վերցնել ջուր, եթե վերցնում ենք ջուր 100 գրամ, ապա քացախ պետք է լցնել 2 ճաշի գթալ։ 2 ճաշի գթալ քացախը լցնելուց հետո պետք է կապել ամբողջ մազը երկարությամբ արմատներով հանդերձ, լավ քսել։ Իհարկե, եթե մազերը երկար է, մազերը շատ է, ծավալը շատ է, պետք է այդ ջրի քանակությունը կրկնապատկել, այսինքն 200 գրամ եւ 4 ճաշի գթալ քացախ։ Ընդ որում պետք է նայել, որ մաշկը ինչպիսին է, եթե երեխայի մաշկն է, պետք է քիչ թողնել, այրվածք չառաջացնելու, գրգռվածություն չլինելու համար, մանավանդ եթե այսինքն պետք է քսել, ոչ թե լվանալ։ Պետք է քսել անպայման եւ քսելուց հետո թողնել 15-ից մինչև 30 րոպե։ Եթե իհարկե կա վերքային շերտ, մակերեսը գրգռված է քորից կամ վերք է առաջացած կամ քերծված գեղունգից, ապա պետք է աշխատել, որ քիչ թողնել, քիչ եւ մի քանի անգամ կրկնել։ Ինչ պետք է անել։ Քսելուց հետո մոմլաթով ծածկել, ընդ որում 15-ից մինչև 30 րոպե, 30 րոպեից հետո պետք է հանել անպայման, ծանրել մանր ատամներ ունեցող սանրով, ինչու որպեսզի այդ ոճիլի ձվիկները դուրս գան։ Ոճիլը չի սիրում հոտ, բայց քանի որ մեր քացախը 9%-անոց քացախի հոտը սուր է, այն աշխատում է փախնել, ոչնչանալ, հեռանալ։ Ընդ որում սրա վատը այն է, որ քացախը իր հոտը կարող է պահպանել մի քանի օր, բայց ինձ թվում է դա այդքան վտանգավոր չէ, վնասակար չէ։ Եթե մենք արդյունքում ազատվում ենք այդ խնդրից, ընդ որում երեխաները բարդությունավորվում են, երեխաների մոտ խնդիրներ են, նервային համակարգն է խանգարվում անընդհատ քորելով եւ ի վերջո իրենց անհանգիստ վիճակը այդ նервային համակարգը խանգարելով հետո կարող է խնդիրներ առաջացնել։ Դրա համար պետք է օգտագործել, եթե առաջի անգամ չի վերանում, ապա պետք է մեկ շաբաթ հետո նորից օգտագործել, նորից նույնը կրկնել, ընդ որում ուզում եմ ասել, վերջում անպայման պետք է լվանալ տաք եւ օճառի ջրով, որպեսզի եւ հոտը եւ մաշկը կարողանա հանգստանա, որովհետև կարող է առաջացնել գրգռվածություն։ Այնպես որ այս միջոցը հրաշալի մեթոդ է յուրաքանչյուրին, ով ուզում է ձերբազատվել ոճիլից։ Շնորհակալություն ահա այսպիսի բավական օգտակար խորհուրդ բոլոր մտահոգ ծնողների համար, իսկ մենք նոր խորհուրդներով անպայման կմիանանք։ Վերադարձանք, ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուրերն են Երևանի կամերային թատրոնի դերասան ռեժիսոր Արշալուս Հարությունյանը եւ դերասան հաղորդավար երգիչ ու շոումեն Գրիշա Աղախանյանը։ Ինչպես նաև, վայ, մի րոպե վերջացնեմ, եւ լեգենդ, կենթանի լեգենդ Սերգեյ ինչան Դանիելյան։ Այո, մի խոսքով այսօրվա այսպես ասած տղամարդիկ, այո։ Այսօրվա տղամարդիկ, ով մնացել է տղամարդկանցից։ Վերադառնանք մի փոքր ավելի կենցաղային, հա, ինչ որ թեմաներ փորձենք շոշափել այստեղ։ Որևէ բան տանը պատրաստել եք վերջին շրջանում։ Գործանում ես տանը ինչ որ չեմ, ավլեր չգիտեմ, բան։ Փոշիներն եմ մաքրում։ Հա, հաճախ։ Ուտելիք չեմ պատրաստում, բայց եթե պետք լինի պատրաստել եմ, մոռացեք, որ ես ծառայած, բաժանված, այսինքն ամեն ինչ ունեմ, որ ասենք դրթում եմ դրան, որ ուզած չուզած պետք է պատրաստել։ Ինչ է սիրում պատրաստել, եթե դրա կարիքը չի լինում, հա, պարզապես։
Կարտոֆիլ, ինչ որ չգիտեմ, ձվածեղ։ Տարական ձվածեղ կարտոֆիլը պարտադիր, բայց օրինակ ջրիկ ճաշ էլ կարող են պատրաստել։ Բայց քանի որ հիմա կողքից կա կին ու դրա կարիքը չկա, չեմ շատ համեղ են պատրաստում, հա, այդ բան չկա, էլի, դրա կարիքը չկա։ Բայց եթե պետքա կարող են։ Բայց եթե պետքա շերեփը ձեռից առնել կառնես։ Կտամ, հա։ Այո, հա։ Արշալույս իսկ դուք։ Չէ, ես չկամ այդպես։ Լավ է, չէ։ Իսկապես չկամ։ Լավ, գոնե սուրճ։ Հենց հիմա այդ հարցը տվեցիք ու ես այսպես եթե ինձ մեղավոր զգացի ու ամաչեցի, որովհետև ես հիշեցի, որ ուղիղ 5 օր առաջ խոստացեմ, որ այսօր անպայման այդ լամպիչկեն կփոխեմ ու մինչև այսօր չեմ։ Ես անգամ լամպը չեք փոխում։ Ես խոստովանեցի ու հիմա ինձ ովքեր որ տանը նայում են կհասկանան, որ այդներ չի որ ես հատուկ եմ անում, ուղղակի դե տենց է ստացվում։ Տենց ստացվում է, հա։ Հիմա դու խոստանում ես, որ այսօր կփոխես լամպը։ Այսօր շատ ուշ եմ գնալու։ Ուղղակի եթերում ասա խոստանում եմ, քանիսն էլ ինքը խոստանում եմ, լամպը չեն կփոխեմ։ Ահա։ Իսկ դու Սերգեյ, դու ինչ ես սիրում պատրաստել խոհանոցում։ Պատրաստել, ես ամեն ինչ այս վերջից հարիսա եմ պատրաստել։ Պահ։ Այո, իսկական տղամարդու գործ է, որը պիտի հարես, պիտի դժվար է, այո։ Չէ, իսկ որ կարողանում ես տանը, չգիտեմ, ես անես մեխը մտ։ Կերան Սերգեյ հարիսան։ Դու իս 1000 տարի գիտես, չգիտես, որ իմ ձեռից ամեն ինչ գալիս է։ Ա, դու դեն կտցած արվեստագետն ես, դու ամեն ինչ։ Չէ, ես կտցած եմ, բայց արվեստագետ։ Հարիսան կերան վերջո։ Իհարկե կերան։ Բայց չես տեսու մահացայության դեպքերը Հայաստանում շատացել են։ Հա, լավ, ես էլ ասում եմ ինչի՞ց։ Չէ, իրական ամեն ինչը պատրաստում եմ դեպի։ Լավ, իսկ գնումների գնում եք ձեր կանանց հետ։ Կար մի ժամանակ, երբ տղամարդիկ ամեն շաբաթ օր առավոտյան գնում էին շուկա, չէ։ Կարծես այս համադույթը մի փոքր կոտրվեց, կորավ։ Հիմա երբեմն գնում են երեկոյան կանանց հետ սուպերմարկետներ կամ գնում են ինքնուրույն, ձեզ մոտ ինչպես է։ Գնում եք, չեք գնում։ Ինչ որ բան գնում եք թե ոչ։ Դու ես ասում թե ես։ Ես երկուսդ էլ ասել եք, հերթականություն կապ անկեղծ է, եթե ժամանակ լինում է։ Շատ հաճախ ես սիրում եմ։ Շատ հաճախ մենակ եմ գնում, ցուցակ ասում տվեք, որովհետև տես լինում է, չէ՞, տալիս են, հետո ասում գրեք։ Լավ, դե ասեմ մոռացալ, ասում գրեք, որ չմոռանա։ Եվ այլն։ Չէ, ես սիրում եմ տենց, դա երեխայի գնում են սուպերմարկետ։ Սուպերմարկետ, չէ։ Գնալ տենց ամեն ինչ առնել, ինչ որ պետք է։ Ինձ թվում է տղամարդը ավելի ճիշտ կնոջ պահանջարկը սա պետք է, բայց դու երբ որ տեղում գտնում ես, հասկանում ես, այ բայց ասա միսը ավելի լավ են միսը պետք է տղամարդիկ այո միսի ընտրությանը դեմ եմ առհասարակ բայց իսկ մնացած բաները կին ասենք չգիտեմ զուգարանի թուղթ բան մնացած բաները զուգարանի թուղթ պարզա հիգիենիկ պակետներ բա այդ կանայք են առնում էլի փոխենք թեման բայց հետ եղելա որ ասել մի երկու հատ պրակլատկա Արշալույս ջան ես գնում ես սուգուվը բարի հայերենը չգիտեմ միայն հա երևի ես երբեք չեմ գնում մենակ գնումների եթե դա վերաբերում է շոր նվեր չգիտեմ ինչ երբեք չի լինում տես բան որ ես գնամ անեմ այդ իմ համար շոր առնելու ես չեմ գնում որովհետև ես պրոբլեմ ունեմ ընտրելու պետք է ուրեմն բա Իսկ լվացքի փոշի այդ նույնիսկ գեստը լվացքի փոշի բանել հիմնականում աշխատում են այդ բեռը չդնել իմ վրա երբ որ ես պիտի տուն գալուց զանգեմ ասեմ գալիս եմ տուն ինչ որ բան իրանք կամ SMS-ով պիտի գրեն կամ էլ ես պիտի ամբողջ ընթացքում խանութում հեռախ սականջի դրած ահա այս մածունը հա 0.3% հա մենակ կներեք էսա այսինքն Արշալույսը հատուկ խնդիրներ է ստեղծում որ այդ պարտականությունը նրա վրա չէ ու դնում են նես չի որ չէ մեկը ես ասենք տուն գնալ ինչ որ բաներ պիտի առնեմ գնամ բայց այդ ամեն ինչը ինձ ասում են ես ինքս չեմ ընտրում այս մածունը թե այս մածունը բայց միս չես կարող առնել չեմ կարող միս առնեմ այ միսը ինձ ընդհանրապես մոտիկ չեն թողնում ավելին լուսինեն է միշտ չի ընտրում, նես չի։ Տղամարդ մենակ բազմանալու համար է, չեմ հասկանում։ Այ քեզ բա։ Եթե դու մտածեցի, որ եթե խանութ չեմ գնում կամ բան մենակ բազմանալու համար եմ, տես չի։ Տես չի, ես գիտեմ որ տես չի, բայց ասում լամպշկա չեմ փոխում, խանութ չեմ գնում, լվացքի փոշի չեմ անում։ Բայց տեսել ես ինչ բեմադրություններ անում, ոնց ախ։ Թանգարանից բերած էկզեմպլար չեմ էլի, որ այս լիքը տղամարդիկ կան էլի ինպես որ զանգում հարցում են ո՞ից բերենք։ Բայց դու ես մեր ձեռքը ընկել Արշալույս։ Այս անձերոցիկը թե դե չգիտեմ որն է ավելի կոմֆորտնի, ասենք թե չգիտեմ հա որ լսի Արշան դեռ շատ է անկեղծ ասեմ կոֆե ես եմ խմում տանը ոչ մեկ չի խմում ինձնից բացի ասենք բայց ասենք ես չգիտեմ որ կոֆեն եմ ես խմում նորմալ է չէ ես շարունակեմ ասեմ Արշային հալալա անի իա ծնողա խոսում մի հատ խնդրեմ Արշան հալալա որտեվ ես գիտեմ բոլորս գիտենք տղամարդկանց մի մեծ բանակ, որոնք սկի էտել չեն հարցնում զանգեն ասեն ինչա պետք կամ բանա։ Ամբողջ օրը զբաղված են, ու մեծ մասը մուտել խմելով եւ այլն, չգիտեմ ինչերով եւ այլն։ Չէ կա տենց։ Ոբշին բոլորից կանչում եմ մաստեր կլասի ժողովուրդ, ուրեմն նայեք։
Ընդհանրապես առևտուրը տղամարդու բան է։ Ախր, Կինը բայց սաղ դրան- չգիտի ինչա պետք է, կնոջ ինչ որ տալիս ես, երբ պիտի եփի։ Դու պիտի իմանաս ինչ ես արում, միսը որնա, ցուկիա, զառում արա, Կենցաղային բաներից ենք խոսում։ Ո՞ն տղամարդ հարաբերություններում այնքան հետաքրքիր բան կա, ինչ ենք մենք այդ խանութը, լվացքի փոշին ու լամպոչկին չի էլի։ Բայց պարզապես ենք խոսում, արա պատկերացնեք ամենահետաքրքիր կենցաղային թեմաները։ Ներվայնանում եմ։ Ներվայնանում արշալույս։ Կնոջ մասին խոսալուց երբեք չէի մտածի, որ կգամ եթերի ու հիմա կասեն լվացքի փոշին Լավ, լամպոչկին։ եկեք խոսենք սեքսից։ Կնոջ մասին չենք խոսում, մենք խոսում ենք ինտեղամարդ հարաբերությունների մասին։ Ախր հարաբերությունները սեքսի մասին ենք խոսում։ ներողություն։ Յոշ խնդրում եմ էլի մի վարք։ Այս բանի խոսում ենք տղամարդկանց։ Ախր ինտեղամարդ հարաբերությունների մեջ այնքան սիրուն նրբաշերտեր կան, այնքան գաղտնիքներ, այնքան Արշալույս ջան, ախր կենցաղներ են լամպոչկից Արշալույս ջան, տղամարդկանց վերաբերում վերաբերում ենք, ամենապրոբլեմն ինչն է, որ Դե որտեվ հարցը տալիս են խոսում։ Հա, էլի։ տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ, մի րոպե Սերգեյ։ Տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ շատ հաճախ պայմանավորված է նաև փոքր մանր պուճուր, այս որ դուք ասում եք մանրուք է դա։ Մանրուք կենցաղային թեմաներով վերաբերմունքով ստեղծվում։ Այո։ Որ հետո գիշերը լավ ալնում ամեն ինչ։ Ասեմ եկեք խոսենք սեքսից, որ այդ իմ տարիքում միայն խոսել կարելի է դրա մասին։ Խոսեք մի չլսեմ գոնե, յա։ Լավ, երեխային մանկապարտեզ տանում եք, թե այս Այո, ես էլ անում եմ։ Ահա, ես այդքով եմ դա։ Ես էլ։ Խնդրում եմ հիմա նկատեք, արշալույսը մի բան կա կենցաղում, որ լավ է անում, դրա մասին հաճույքով, պարտությամբ Ինչ որ լավ է անում, դա մասին Բայց միշտ չէ, ասենք ամեն օր որ տանեմ կհոգնեմ այդ process-ից։ Ես տանում եմ այն որ տրամադրություն երբ որ կա ու ասենք նենց է ստացվել որ դե ուրիշ տարբերակ չկա, այսօր չի գնացել տոնա։ Այսօր ճիշտ է, մանկապարտեզ չկա։ Ով է տանելու։ Մենք չենք պլանավորում տես բաները։ Քեզ չեն տունը պահում դա հասկա։ Եթե մենակ իրենք չի պահում ես մարդուն տան, ալա ասեք լավ։ Այդքան լավ է, հա, տենց այդ մոմենտը որ տենց քեզ պահում են։ Ես չհասկամ Սերգեյ պատասխան ես այս։ Այ ես հասկանում։ Հրապես եթերում ոնց են պահում։ Ո եթերում չէ։ Ամիսներով տարիներով աշխատում։ Եթերից է հասնելով եթերը։ Մինչև եթեր պիտի հասնի, չէ՞։ Ուրա հասել է լկտիության գագաթնակետը։ Ախր դա լկտի բան չի, դա մեր ասպես ասած կյանքի ամենակարևոր բանն է, եթե ուշնա դու։ Ախր որ հասկանալ դրա հիմա երևում է որ դու դրանից էլ գաղափար։ Դրա համար ես տենց խոսում, հասկանում ես։ Դե դրա համար որտեվ լամպոչկա ամենը Սերգեյ փոխարինում է սեքս։ Ուշքու միտքը դա։ Ասեմ իմ տարիքում մենակ մի լսեմ դրա մասին, դրա համար ասեմ լսեք խոսեմ, խոսեք լսեմ։ Վերջ։ Ես քեզ այսօր կնվիրեմ Էմանուելայի կինոն, կնստես, կնայես։ Ես տեսել եմ, այն լավերի չունես, այն վերջի, այն վիպուսները, այո։ 4 Դե տեսնում եք ինչքան հին մարդ Էմանուելայի կինոն, Գրիգորես։ Դե դու հինես դրա համար, ես նոր բաներ եմ։ Լավ, ես խառնում եմ, քանի որ անեկդոտ կա հիշեցեք եթերի վերջում քո մասին։ Ասում են թե կանայք երբ որ հավաքվում են իրար գլուխ, անդադար խոսում են ու բամբասում։ Ինչպես տեսակ, ես լրացի րոպեուկես եւ տղամարդիկ կարող են խոսել ամեն ինչից բացի սուծից։ Բացի դրա մեջ սուծը որ ասեմ, սա ասում են չէ։ Բացի նրանից որ կխոսեն ըստ էության։ Լավ, ձեր մաղթանքը կանանց եւս մեկ անգամ եւ իրոք անկեղծ եթե Ինչ ասես, լապոչկից հետո, այսքանից ինչ պետք է ասես որ լապոչկից տպավորում։ Չէ, շատ ամենա իրոք լուրջ եմ հարցնում, ով է կինը ի վերջո, ինչի համար է մեզ ձեզ տղամարդկանց պետք կինը։ Ես դասականի խոսքով ախր որ ասեմ բացի նրանից ինչ Սերգեյ կասի։ Վերջ, ես բրծա, ես չկամ։ Սերգեյ միկրոֆոնը անջատեք, Արշո ջան, հանգիստ աս։ Ասա։ Այո, իրոք հիմա ես գոնե, եթե նույնիսկ ես չեմ հայտնաբերություններ անում, գոնե կարողանում եմ արած հայտնաբերությունը մարսել, վերցնել, սովորել ու Երենջակյանը շատ լավ ֆրազ ունի, որի մեջ ես ամեն ինչ տեղավորել եմ։ Սիրելի կանայք, մենք ձեզ սիրում ենք եւ դուք եք մեր կյանքի իմաստը։ Դրանով ամեն ինչ Ահա, այդտեղից էր պետք սկսել։ Ծափարություն պարոն Երնջակյանին եւ Արշալույսին, Հարությունյան, որ բարձրաձայնեց այս միտքը եւս մեկ անգամ ու Ես երեք Արշոյի ասածը հիմա իմ ասածի մեջ կկրկնեմ, երբ որ տանը ամեն ինչ նորմալ է, ես, այսինքն երբ որ կոնֆլիկտ չկա, հանգիստ է, լավ է, ել չեմ ասում ջերմ է, հա, տասնապատիկ ավել դու հավեսով ես տնից դուրս գալիս, գնում գործի ու ամեն ինչ անում ես տասնապատիկ հավեսով, ամեն ինչ գալիս է կնոջից միանշանակ։ Այս ստեղծեք այդ լավ տրամադրություն օջախում ու կրկնակիկ ստանաք այն լավ ջեր մտնոլորտը։ Իսկ ընտանիքից ինձ թվում է լավ ընտանիքը ամենից լավ բանն է այս աշխարհում։ Եվ դա փոխադարձ, լավ առողջ ընտանիքը։ Եվ դա փոխադարձ, ոչ թե էգոիստաբար ասում ես մարդը, որ դուք
ստեղծեք այդ մթնոլորտը, որ ինձ լավ զգամ, տենց չի։ Մենք փոխադարձաբար պիտի ստեղծենք այդ մթնոլորտը, բայց այդ մթնոլորտը ստեղծելու համար շատ ամուր հիմք է պետք։ Բանը ոնց է взаимопонимание, ոնց է։ Փոխհամաձայնություն, փոխհասկացվածություն։ Այն որ մարդիկ գարմոնիա։ Երբ որ կա այս գարմոնիան, այդ լամպոչկի հարցը չի դառնա խնդրեմ ու դրա մասին չենք խոսա։ Լուրջ, երբ որ կա, իսկ դա շատ կարևոր է, իսկ դրան հիմնականում հասնում են կանայք, որովհետև իրանք են ընտրում։ Լավ, Սերգեյ, դու ինչ կասես։ Ով է կինը։ Ընկերների, գործընկերների իհարկե խոսքին, բայց հավատացեք այդ լամպոչկեն էլ է կարևոր, որովհետև չի կարելի միշտ մթության մեջ նստել։ Մթության նստել մենակ մի բանով է զբաղվում։ Մեր նախնիները մոմի լույսի տակ են արվեստ կերտել։ Տեսնում ես ինչ ես անում, բան եւ այլն։ Մենք իհարկե այս անիմաց բանավեճ ասեմ, թե կատակ խոսակցություն, զրույց ասեմ, կարող ենք շարունակել մինչև վերջ, բայց դե իրական սիրելի կանայք մենք ձեզ ուղղակի պաշտում ենք, դա այդպես է եւ պաշտում ենք ոչ միայն որ դուք մեր մայրերն եք, մենք ես համոզված եմ այս տղամարդիկ նույնպես չեն տեսնում ձեզ մոտ ձեր մեջ ինչպես միայն բազմանալու, այսպես կամ մայրանալու ինչ որ մեխանիզմ, ոչ, դուք մեր ամեն ինչն եք, դուք մեր սիրուհիներն եք, դուք մեր, չգիտեմ, ընկերներն եք, ամեն ինչն եք, կարծում գոնե այս հարցում համաձայն եք, այո, ինձ հետ սիրելիներս, դե սեքսն էլ գիտեք, դա շատ կարևոր բան է։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ մեր հյուրերն են Երևանի կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը։ Չհիշեն էլի։ Այո։ Եվ դերասան, հաղորդավար, երգիչ, շոումեն Գրիգոր Աղախանյանը։ Մեր սիրելի գործընկերներ, ձեզ շնորհակալություն ենք հայտնում։ Իհարկե կատակ, բայց գիտենք, որ դուք ձեր կանանց շատ սիրում եք, կարևորում եք, կնամեծար եք, յուրաքանչյուր սառույց ունեցել ենք ձեր հետ աշխատելու։ Եվ շատ ընդհանրապես մենք սիրում ենք կանանց։ Էլ ջտարած։ Գովաստ։ Լավ բան է ուզում ասել, լավ նոտև գովաստ այո։ Մարտի 8-ի առիթով պարզենք, թե կանայք ծայրահեղ իրավիճակներում ինչպես են իրենց պահում։ Այո, կանայք ծայրահեղ իրավիճակներում ունեն զենք, որը խիստ հազվադեպ չի օգնում, արցունքները։ Տղամարդկանց մի մասի սիրտը կնոջ արցունքներից հալչում է, իսկ մյուս մասի մոտ լացող կնոջից ամեն գնով ազատվելու ցանկություն է առաջանում։ Մի գաղտնիք, որը բոլորը գիտեն, կանայք կարող են արտասվել ոչ միայն վատ առիթներով, այլ նաև լավ առիթներով։ Ահա, երկու դեպքում էլ հաղթում է կինը, կարևորը դա է։ Տարեց կանայք հայելու մեջ նայելիս մտածում են, որ եթե առաջ երիտասարդ եւ գեղեցիկ էին, ապա հիմա միայն գեղեցիկ են։ Կանանց խոսելու նկատմամբ մեծ սերն օգնում է ավելի շուտ եւ արագ մեծացնել բառապաշարը, արդյունքում ուղեղն ավելի արագ է զարգանում, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ։ Կենցաղում կանայք են կատարում գործերի մեծամասնությունը, քանի որ օրն ունի ընդամենը 24 ժամ։ Բանն այն է, որ կանայք կորցված են միաժամանակ մի քանի գործողություն անելու տաղանդով, 2 ժամում կարող են հասցնել մաքրել տունը, 2-ից 3 ճաշատեսակ պատրաստել, լվանալ ամանները, փռել լվացքը, չմոռանալով հարևանի հետ սուրճի եւ բամբասանքի մասին։ Իսկ տղամարդիկ կարող են անել միայն մի գործ, անգամ ղեկին գտնվելուց, եթե ինչ-որ մի կարևոր մի միջադեպ է լինում, նա անպայման ռադիոյի ձենի իջեցնում է, որով երկու գործողություն միասին անել չի կարող։ Դա նրա մասին է խոսում, որ տղամարդը ուղղակի ավելի լավ է կենտրոնում իր արած գործի վրա։ Այո, մխիթարեք դեզ այդ բառերով։ Մխիթարում, որը տղամարդը որ սորտ է, այսպես ասած։ Այժմ սիրելի հեռուստադիտող աղջիկ լինելու այլ լավ կողմերի մասին կպատմի մեր հաջորդ տեսանյութը։ Ոայ մեռնեմ ձեր ջանին։ Մենք մի քիչ քմահաճ ենք, մի քիչ ոչ պունկտուալ ու մի քիչ էլ կամակոր։ Տղամարդիկ հաճախ են բողոքում, բայց լավ գիտեն, առանց մեզ իրենց կյանքի մեկ օրն անգամ դատարկ ու տաղտկալի կլինի։ Չափազանց բարձրագոչ է հնչում, բայց չէ որ այսօր մեզ թույլատրված է ամենայն անկեղծությամբ ասելու աղջիկ լինելը լավ է։ Վատ չէ։ Աղջիկ լինել ինչ որ առավելություն է։ Բնականաբար։ Մարտի 8-ը ապրիլի 7։ Բոլորը ուշադրություն են դարձնում փողոցում։ Ամենակարևորը քեզ միշտ սիջում են։ Մարտի 8-ը շատ հաճելի է, որ տղաներ, նվերներ եւ ծաղիկներ։ Կարելի է շատ սիրուն բաներ հագնել։ Քեզ ներողամտաբար են մոտենում։ Հաճելի է լինել աղջիկ։ Վերջին շրջանում մոդայիկ է գենդերային հավասարության մասին խոսելը, սակայն բոլորս էլ ուզում ենք գնահատված լինել հենց մեր տեսակի մեջ։ Ուստի եթե տղամարդկանց հավասար երբեմն ավելի շատ աշխատելն ու վաստակելը մոռացնել են տվել, թե ինչ հրաշալի է աղջիկ լինելը, այսօր իսկական ժամանակն է վերհիշելու։ Գնացինք։
Երթուղայինում կամ ավտոբուսում ասեղ գցելու տեղ չկա։ Ազատ աթոռը անհավասար պայքար է ենթադրում։ Սակայն բոլոր տղաները գիտեն, երբ կանգնած աղջիկ կա, ազատ տեղն իրենցը չէ։ Ճակատագիրը հեգնել սիրում է եւ ամենագեղեցիկ պայուսակին հանդիպում ենք, երբ ամբողջ աշխատավարձն արդեն ծախսել ենք։ Ինչ անել։ Արցունքները կնոջ լավագույն զենքերն են։ Արտասվել չարժե, բայց թեթևակիս է, թևեթանքը բավական է երանելի պայուսակին հասնելու համար։ Գնումներ կատարելը միշտ է հաճելի, եւ որքան շատ լինեն գնված փաթեթները, այնքան լավ։ Իսկ ով կտեղափոխի դրանք։ Դե իհարկե, կարճ ժամանակով մոռանում ենք գենդերային հավասարության մասին։ Այս գեղեցիկ ձեռքերը սանրվածքն ուղղելու համար են։ Որքան էլ հաճելի է երեկոյան զբոսանքը, հույս չունենաք, թե մենք կլինենք պայմանավորված ժամին, պայմանավորված տեղում։ Դե երբեմն ավելի կարևոր գործեր կան։ Եվ անգամ եթե մի քիչ սպասել եք, դա դեռ չի նշանակում, որ հաճելի ընթրիքը ձեզ վրա էժան է նստելու։ Կանանց մտածելակերպն ու տղամարդունը ժառանգորեն տարբերվում են։ Կինն ավելի ստեղծագործականն է, ավելի երևակայականն է, ավելի գաղափարական նոր գաղափարների ծնողն է եւ այլն։ Տղամարդը հակառակը, հաշվել նկատա, տրամաբանականը կատարող է։ Կան մասնակիցներ, որտեղ կինն ավելի նախընտրել է, քան տղամարդ։ Կինը խրախուսում է կոլեկտիվների ավելի արդյունավետ աշխատանքը։ Եվ չնայած այն բանին, որ բնությունն ի սկզբանե անհավասար է գտնվել արտոնություններ շնորհելով կնոջը, մենք էլ մեր հերթին չենք կարող ժխտել։ Մեր առավելությունները հենց սիրելի տղամարդկանց համար են։ Իսկ այսքանից հետո անհնար է գտնել գեղեցիկ սեռի գոնե մեկ ներկայացուցչի, ով կուզեր ներկայացնել ուժեղ սեռին։ Իսկ դուք երբևէ ուզել եք տղա լինել։ Ոչ։ Չեմ մտածել ճիշտն ասած։ Չի խանգարել ինձ աղջիկ լինելու երբեք։ Արուս Տիգրանյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շանթում։ Սիրելիներս եւ այսքանը։ Ասում են, թե բոլոր կանայք ունեն 3 կարևոր թեմա՝ ինչ հագնել, ինչպես նիհարել եւ բոլոր տղամարդիկ սրիկա են։ Հուսանք, որ սիրելի կանայք ձեր թեմաները կլինեն երկուսը՝ ինչ հագնել եւ ինչպես նիհարել։ Իսկ տղամարդիկ ձեզ միշտ կգնահատեն ու կսիրեն։ Մենք այնքան էլ սրիկա չենք, մենք ձեզ շատ ենք սիրում, տեսուն, անպայման վաղը կհանդիպենք։ Կհանդիպենք մարտի 9-ին այսօր ձեզ երջանիկ օր։